Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Բարի երեկո, պարոն Զուրաբյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Զուրաբյան, ուզում եմ օգնենք Փաշինյանին, վերանամ, որ կարող է, ասենք, իրեն գժի տեղ է դնում, բայց փորձենք օգնել այնուամենայնիվ։ Մարդը հարց է տալիս, իսկ ինչ եմ ես զիջել։ Այդ առումով իրան օգնենք։ Շատ դժվար է օգնել, ոնց որ ասում եմ, սպասение утопающего дело рук самого утопающего, բայց տվյալ դեպքում ինքը մենակ չի գնում ջրի տակ, այլ երկիրն է տանում իր հետևից, դրա համար այո, պետք է մտածել օգնության մասին, բայց այսինքն այդ հարցին շատ հանգամանալից ես ընդհանրապես դաշնակցությանը շատ չեմ ցիտում ու հասկանալի պատճառներով, բայց ասենք վերջերս իշխան Սաղաթելյանը մի հատ բան հրապարակեց, այդ զիջումների ցուցակ, որտեղ շատ հանգամանալից անդրադարձել է դրան, հիմա չվերարտադրեմ, բայց փաստը հետևյալն է, որ այդ անզիջողական քաղաքականության ձախողումից հետո, երբ որ մենք մտանք դրա պատճառով պատերազմի մեջ ու այդ պատերազմում պարտություն տարանք, դրանից հետո մենք ունենք անընդհատ զիջումների տենց մի հատ շարան, որոնք ընդ որում հիմնականում կապված են ոչ կոմպետենտության հետ նաև, որովհետև ասենք, երբ որ դու քո դիրքերից հեռանում ես, ասենք կապված պայմանավորվածություն, ձեռք բերված պայմանավորվածությունների պարտավորությունների հետ, դու գոնե պետք է գաս, ասենք, նոր դիրքերում փորձես ինչ-որ մի բան կառուցես, ամրապնդես այդ դիրքերը, բայց արի ուտես, որ այդ ամեն ինչը երբեք չի արվել, կամ ասել եմ դեղ ձուն կա, կամ չգիտեմ, ոչ ենք անալելու, համ էլ ինչ են գրգռում, խաղաղություն է, այս կողմ են կողմ, այդ ամեն ինչից ադրբեջանական կողմը միշտ օգտվել է, ասենք գալիս էին Գորիս Ղափան այդ ճամփան գրավում էին Մայրուղին ընդ որում բերում էին այս փաստարկը, չէ, որ GPS-ով մերն է։ Այն ժամանակ չգիտես ինչի մենք զիջեցինք, ասեցինք, չնայած դա չէր բխում բաներից, այդ պարտավորություններից, բայց մենք զիջեցինք, որ հա լավ GPS-ով ձերն է, ուրեմն տալիս ենք, բայց հետո պարզվեց, որ այդ GPS-ը միակողմանի է աշխատում, ասենք, մենակ ադրբեջանցիների կողմից է, էլի, հենց որ GPS-ը վերաբերվում էր արդեն մեր դիրքերին, GPS-ի մասին բնականաբար ադրբեջանցիք մոռանում էին, բայց հայկական կողմը չէր հիշացնում։ Այդ սև քարից սկսած, այդ բոլոր այդ բաներում, այդ միջադեպերում, երբ որ Ադրբեջանը իրան ագրեսիվ էր պահում, սկզբից առանց զենքի, հետո զենքով, հետո եւ այլն, այդ սա զարգանում էր եւ այո, մենք միայն զբաղվել ենք զիջելով։ Այստեղ զիջելը գիտեք, զիջելը խնդիրը ոչ թե զիջելու մեջ է, խնդիրը անիմաստ զիջելու մեջ է, որտեղ դու կարող ես սա գնալ ինչ որ զիջումների, եթե փոխզիջման մասին եք ասում։ Հա, եթե ինչ որ բան ձեռք ես բերում։ Չէ, բապտի ձեռք բերես, չէ։ Ես անգամ հələ կարող եմ ընդունել մի տրամաբանություն, որ ոչ մի բան չես ձեռք բերում, բացի խաղաղությունից։ Հա, ասենք ինչ որ տեսականորեն կարելի է այդ բանը մտածել, դե այնքան վատ վիճակում ես հայտնվել, որ քեզ համար հիմա խաղաղությունը գերնպատակ է, դու ինչ որ շատ ծանր զիջումներ անում ես, ու ստանում ես խաղաղություն։ Բայց այդ տրամաբանությունը չի գործում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ զիջում է եւ փոխարենը ոչ մի բան չի ստանում։ Մենք պետք է հասկանանք, դա այդ ինչ տրամաբանություն է։ Այսինքն դու փաստորեն զբաղված ես քո թշնամուն, քո հակառակորդին ասելով հետեւյալը, որ մենակ կռիվ մի արեք, ինչ որ ձեզ պետք է ես կտամ, էտա բանը, էտա այս քաղաքականության իմաստը։ Ես պետք է հիասթափեցնեմ Նիկոլ Փաշինյանին, դա չի աշխատում երբեք, դա իրականում հակառակ արդյունքն է տալիս, որովհետև Ադրբեջանը մի բան հասկանում է, որ հիմա Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը մի երկիր է, որից ամեն ինչ կարելի է ստանալ մի փամփուշտ չկրակելով անգամ։ Ամեն ինչ կարելի է ստանալ։ Իսկ երբ որ հələ մի հատ նայեք հիմա, այնպես պարզ ռազմավարություն ունի Ալիևը։ Ինքը ասում Ախմեդ ջան, ինչ որ հնարավոր է, այսպես բանա սպառնալով, բանանելով, ճնշելով,
նայսպուկ ոնց որ ասում են, մի հատ ստանանք։ Հետո կերևա ինչա հետո պետք է լինի զենքով վերցնենք։ Հասկանում եք, ինքը շատ լավ տեսնում է, որ այս քաղաքականությունը աշխատում է։ Շատ լավ տեսնում է։ Այսինքն միջև հիմա ինչ ուզել է ստացել է, եւ դա մենակ գրգռում է իր ախորժակը։ Այդ ախորժակը գրգռվում է, Ալիևը գնալով ավելի ագրեսիվ է դառնում։ Մենք ինչ ենք ստացել։ Մենք ինչ ենք ստացել, ասենք։ Եթե բանակցություն է տեղի ունենում, երկու կողմը պետք է ինչ-որ բան ստանա։ Մենք ինչ ենք ստացել։ Դե ես մի հատ sense բան եմ Նիկոլի Փաշինյան մասին հասկացել, որ այդ մարդը ընդհանրապես չի հասկանում, որ կան ինչ-որ բանակցային լուծումներ։ Ինքը չի հասկանում դա։ Իր ուղեղի մեջ դա չի տեղավորվում։ Ինքը չգիտի դա ինչ է։ Որովհետև ինքը երկու ծայրահեղության մեջ է եղել, ինչքան մենք իրան տեսել ենք, ինքը երկու ծայրահեղության մեջ է եղել, կամ ընդհանրապես հրաժարվում է բանակցություններից, ոչ մի չի զիջում։ Դա այն էր, ինչ որ տեղի ունեցավ մինչև պատերազմ։ Եվ դա բերեց պես համար մեծ աղետների, որովհետև ինքը ըստ էության թքեց ամբողջ միջազգային հանրության երեսին, Մինսկի խմբի համանախագահների երեսին, Ռուսաստանի, Ամերիկայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Ադրբեջանի վրա էլ ըստ էության ասել է, որ ոչ մի բանակցելու բան չունեմ, մինչև իմ կետից չսկսեք, բան ոչ մի բան չեմ անել։ Դրա հետևանքները տեսանք։ Հիմա պարզվում է, որ ինքը ընկել է մյուս ծայրահեղության մեջ։ Այսինքն հիմա էլ ինքը մտածում է երևի, որ ինչ որ ուզում են պիտի տաս։ Եվ կարծում է, որ դրա մեջ է բանալին։ Այսինքն ինքը չի փորձում ասել, լավ, Հայաստանը շատ սահմանափակ, բայց ինչ որ ռեսուրս ունի, չէ՞ դիմադրության։ Այսինքն, հա, այդ դիմադրության ռեսուրսը այս բանակցություններում ինչ որ մի բան պիտի նշանակի։ Դու պիտի ասես ախպեր ջան, հասկացանք, այս տասը, բայց գոնե ինչի դիմացել է, ասեք, հասկանանք։ Ինքը այս բանակցային արվեստից ընդհանրապես տեղյակ չի, ինքը չի հասկանում դա ինչ։ Գուցե վախենում է ուղակի, հա, իր անձնական վախերն են։ Գիտեք, ստեղ մի քանի Արցախը հանձնել այդ ձևով, հետո հայտարարել օրերս հայտարարում ասում է, այդ տղաները, որոնք զոհվեցին պատերազմում, ես հասկացա, ասում նրանք զոհվել են 44-րդ զոհերի մասին է խոսում, 5000-ից ավելի զոհերի մասին, հարգելի հեռուստադիտող։ Ասում է, ես հասկացա, նրանք զոհվել են անկախության համար, հա։ Մենք անկախություն չունեինք։ Դե այդ մի այլ հարց է, որի մասին ես արդեն հոգնել եմ խոսելուց, որովհետև հա, բայց այսպես փաթեթավորել սա վաճառել ժողովրդին։ Ես ուզում եմ հասկանամ, սարսափելի ձևակերպում է։ Բա որ գիտեի, նախ անկախ էինք, ինչու տարար զոհերից իր այդ տղաներին։ Ինչու այդքան արյուն թափեցիր։ Ահա, որ իրեն չասեն դավաճան։ Դե հիմա ինքը պետք է պատասխան տա ազգին։ Ինքը գիտեք ինչ, պատերազմից հետո զբաղված է այդ մեղավորությունը իր չգիտեմ ձախողումները արդարացնելու գործով։ Սա իր միակ գործն է։ Հիմա ինքը պետք է օրինակ պատասխաններից մեկը, որ ինքը պետք է ժողովրդին, դա որ իսկ ինչի զոհվեցին, եթե կարելի էր շատ ավելի լավ կարգավորում, շատ ավելի ուժի դիրքերից ստանալ, առանց հանձնում էիր։ Հա։ Հանձնեիր, ինչի ես զոհում։ Եթե Արցախը մերը չէր, ասում ես 94 թվականից, ինչի՞ այդ տղեկին տարած զոհեցի։ Չէ, իր խոսքերն եմ ասում։ Հա, դե սկսենք դրանից, որ իրականում կար ռեալ պլան, որտեղ մենք ընդհանրապես Ղարաբաղից դուրս 5 շրջանում դիտայինք ու հաստատենք խաղաղություն։ Դա բանակցությունների համար էր, ում չէր պարզ, մենք բոլորս գիտենք։ Հիմա ինքը դրանից հրաժարվել է, դա մեր գլխին աղետ է եղել, 5000 մարդ կորուստ ունենք ամբողջ Ղարաբաղյան աշխարհի կորուստ, որը ցնցող մի հատ բան է, այսինքն մենք վերջին անգամ այդ Պերսի կորուստ ունեցել ենք 15 թվին, երբ որ Վանը կորցրեցինք, մի հատ հայոց աշխարհ կորցրեցինք, հիմա նաև կորցրեցինք Ղարաբաղը։ Հիմա ինքը պետք է պատասխան տա, ինքը պետք է ասի այդ զոհերը ինչի համար են, ու սկսում է մոգոնել։ Հիմա մի բան պետք է մոգոնել, չէ՞։ Ու գլխավոր մոգոնածը հետևյալն է, որ մենք իրականում 91 թվից սկսած մենք հողանկախ երկիր չենք, մենք շարունակում ենք մնալ ռուսական իմպերիալիզմի տակ, հիմա մենք պետք է այդ բանից ազատվենք, ռուսական իմպերիալիզմի լծից եւ այդ բանից այդ կախվածությունից ազատվենք եւ դառնանք անկախ երկիր։ Հիմա սա իր դեմագոգիան է։ Ես գիտեք
զարմանում եմ, որ այս ամեն ինչի մեջ բավականին լայն հատվածներ են մեր հասարակության մտել, որովհետև շատերի համար այս դեմագոգիան աշխատում է։ Շատերը ասում են, հա, դե իսկապես էլի սաղ մի կողմ դրած, բայց ինքը պայքարում է մեր ինքնիշխանության, անկախության համար եւ այլն։ Այդ իսկապես մարդիկ որ տես մտածում են ու անկեղծ են տես մտածում, դա էլ ասեմ։ Ինքնիշխանությունը որն է, որ շնամի կամ հակառակորդ երկիր ես այդ հարցն եմ ասում, ստիպում ասում է սահմանադրությունը փոխի։ Ես այդ հարցն եմ ուզում տամ։ Ասենք այդ որ ասում եք ռուսական իմպերիալիզմից մենք ազատվում ենք։ Ես ուզում եմ հասկանամ, այդ ինչ էր, այդ ինչ սահմանափակումներ կան, որ ռուսական իմպերիալիզմը դրել է, ասենք, մեր վրա։ Ասենք ռուսական իմպերիալիզմը մեզ թելադրում է, թե մենք ինչ սահմանադրություն պետք է ընդունենք, կառավարման ինչ ձևեր պետք է ունենանք, ինչ կառավարություն պետք է ընտրենք, եւ այլն եւ այլն։ Հա։ Այդ եթե թելադրում է, այդ ո՞նց է եղել, որ այդ թելադրանքի ներքո արդեն երկրորդ անգամ հակառուսական կեցվածք ձեռք բերած Նիկոլ Փաշինյանը ընտրվում է Հայաստանի վարչապետ։ Ոնց է դարձել։ Եվ ես ուզում եմ հասկանամ, այդ ինչից ենք մենք ուզում ազատվենք։ Հայաստանի Հանրապետությունը, նորից եմ հայտնում այդ նորությունը, ով որ չգիտի, 91 թվականից սկսած անկախ երկիր է, ՄԱԿ-ի լիարժեք անդամ, ՀԱԿ-ի լիարժեք անդամ, որը իրավունք ունի վետոներ կիրառել եւ կիրառել է ամբողջ աշխարհի դեմ, ունենալով այդքան անկախություն։ Ասենք 96 թվի այդ վետոն, հա, դա անկախության, քո ինքնիշխանության դրսևորման մի հատ գագաթնակետ է, որովհետև Ամերիկայով, Ռուսաստանով բոլորը քո դեմ են դուրս գալի այդ հարցում, դու լինելով, ասենց ասեմ, ոչ շատ մեծ պետություն, դու կարողանում ես այդ ինքնիշխանության ու անկախության մի հատ համարձակ ակտ կատարես ամբողջ աշխարհի դեմ, կիրառես քո վետոն, ընդ որում չստանալով ինչ-որ շատ լուրջ հետևանքներ։ Ավելին, պարտադրելով, որ աշխարհը, ասենք 97 թվին արդեն մի քիչ փոփոխված մոտեցում ներկայացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ։ Այդ մենք որտեղ ենք ինքնիշխանությունը կորցրել։ Այս մարդկանց ես ուզում եմ մի բան ասեմ։ Ինքնիշխանությունը ու անկախությունը այլ բան չէ, քան քո երկրի հզորությունը։ Որտեղ եթե դու հզոր ես, եթե քո ռեսուրսները մեծ են, եթե քո տնտեսությունը աշխատում է, քո բանակը ուժեղ է, դու ուղիղ այդքան չափով ինքնիշխան ես ու անկախ։ Ինչքան ավելի հզոր բանակ ունես, ինչքան ավելի հզոր տնտեսություն ունես, ինչքան ավելի շատ դաշնակից ունես, այդքանով դու ավելի ինքնիշխան ես ու անկախ։ Ու հիմա, երբ որ ես գնահատում եմ Հայաստանի վիճակը, ես կարող եմ ասել, որ երբեք ինքնիշխանությունը ու անկախությունը Հայաստանի չեն եղել այդքան թույլ, այդքան նվազ, քան Նիկոլ Փաշինյանի օրոք, որովհետև մեր բանակն է ջարդված, որովհետև մեր դաշնակիցների, մենք բոլոր դաշնակիցներին կորցրել ենք, դաշնակից չունենք մենք ըստ էության։ Ոչ մի ռեալ դաշնակից մենք չունենք, որոնք ասենք, որոնց համար կարևոր գործ է, ասենք Հայաստանի Հանրապետության անկախության ինքնիշխանության պրոտեկցիան։ Կարևոր է այն աստիճանի, որ իրանք պատրաստել են, ասենք, ռազմական միջամտության գնալ։ Չունենք մենք նման դաշնակիցներ։ Այսինքն բանակ չունենք, տնտեսություն չունենք, դաշնակից չունենք եւ սրանունը դրել ենք, որ մենք անկախ ինքնիշխան երկիր ենք։ Ասում եմ, երբեք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը այսքան թուլացած։ Ես անգամ կասեմ վտանգի տակ լինելն է, էլի, իրենց տրամաբանությամբ։ Բայց այդ ինքնիշխանությունը չէ, ես ինքը սխալ եմ մտածում։ Բոլորից անկախ լինելը չի, բոլորից կամ բոլորից կախված լինելը չի։ Ես նորից եմ կրկնում, դա սխալ ֆորմուլա է։ Դա իրենք այդպես են կամ շատերից կախված լինելն են իրենք համարում։ Հիմա ես ասում եմ, գլխավոր ֆորմուլան էսա, ինչքան դու ավելի հզոր երկիր ես, տնտեսապես, ռազմական առումով, դեմոգրաֆիայով, այնքան դու ավելի անկախ ես։ Ուրիշ ֆորմուլա գոյություն չունի։ Այս ֆորմուլայով եթե դատենք, Հայաստանը երբեք այսքան կախված չի եղել, քան Նիկոլ Փաշինյանի օրոք։ Եվ դրա գլխավոր հետևանքը գիտեք որն է։ Այս մենք ուսես պայքարում ենք ռուսական այդ բանի դեմ, իմպերիալիզմի դեմ։ Սրա վերջը ինչ եղավ։ Մենք հիմա հայտնվել ենք Ադրբեջանի վասալ դառնալու այդ հեռանկարի առաջ։ Որովհետև եթե դու մերժում ես, ասենք
այն պլանները կարգավորման, որ եղել են, որը, ասենք, որին տեր էր կանգնում Ռուսաստանը, կամ միգուցե այնքան էլ լավ տեր չկանգնեց, այդ մի հատ ուրիշ հանգամանք է, բայց եթե դու դա մերժում ես, չես ստանում փոխարենը արևմուտքի համարժեք միջամտությունը, ուրեմն դու հայտնվում ես մենակ Թուրքիայի Ադրբեջանի առաջ, ուրեմն դու պետք է ընդունես Ադրբեջանի բոլոր պարտադրված այս բաները, պահանջները։ Հիմա օրինակի համար մի հատ թեմայի մասին ուզում եմ խոսեմ այս առումով։ 1.5 տարի առաջ ես մի հատ sense առաջարկ արեցի Ազատսու ռադիոկայանով, ասացի, որ այն ժամանակ արդեն մենք Լաչին ու Ղարաբաղը կորցրել էինք, հա, եւ այդ ժամանակ խոսվում էր դրա մասին, բա ինչ անենք 9-րդ կետի հետ, 9-րդ կետ, որտեվ ստացվում միակողմանիորեն մենք բանա մեր ստացածը արդեն կորցած է, բայց պետք է կատարենք միակողմանիորեն այն պարտավորությունները, որ մենք ստանձնել ենք Ռուսաստանի ու Ադրբեջանի նոյեմբերի 9-ի համաձայնագրով։ Ես այն ժամանակ ասացի, ու դա առաջին անգամ հնչել է ժամանակ այդ առաջարկը, որ քանի որ ռեալիստական չի, որ մենք վերականգնենք հիմա այդ նորից Ղարաբաղի, Լաչինի այդ վերահսկողությունը եւ այլն, դա ռեալիստական բան չէր այլևս, որտեվ հասկանալի էր, որ Ադրբեջանը արդեն դրան կգնար մենակ մի դեպքում, եթե դու իրան պատերազմով ջարդես։ Իսկ դա ռեալիստական չէր։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի կարելի գնալ միակողմանի այն նույն այդ անկախության տերիտորիալ ամբողջականության եւ ինքնիշխանության սահմանափակման, ես առաջարկել էի, որ նորից ընդգրկվեն բանակցությունների մեջ այդ ֆորմատով Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, որովհետեւ դրված էր այդ մոդիֆիկացիայի խնդիրը, այդ նոյեմբերի 9-ի հայտարարության փոփոխման խնդիրը։ Եվ առաջարկեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետեւելը, որ մենք չենք կարող գնալ միակողմանի կարգավորման, եկեք այսպես անենք։ Այնուամենայնիվ դարձնենք մի հատ մեծ կոմունիկացիա Երասխից, Նախիջևանով, Մեղրիով դեպի Զանգելան, այդ ամբողջ գիծը ենթարկենք նոյեմբերի 9-ի ռեժիմի, նոյեմբերի 9-ի 9-րդ կետի ռեժիմի, որովհետև դա կնշանակեր արդեն երկկողմանի զիջումներ եւ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից։ Հիմա պատկերացրեք, եթե օրինակի համար այն ինչ որ առաջարկվում է 9-րդ կետով տարածվեր այդ սաղ բանի վրա, այդ ամբողջ այդ մարշրուտի վրա, մենք ինչ կստանանք։ Մենք կստանանք այն, որ մենք օրինակի համար այդ նույն անխոչնդոտ բանով, կոմունիկացիայով երկաթուղային կապ ձեռք կբերենք Իրանի հետ։ Որովհետեւ այդ դեպքում մեր քաղաքացիները եւ մեր այդ երթևեկությունը տարբեր տեսակի տնտեսական եւ այլն պետք է գնար անցներ, ուրեմն մենք գնում ենք Ջուլֆայում արդեն մտնում ենք Իրանի տարածք, ընդ որում առանց ադրբեջանական մաքսային կոնտրոլի, եւ այդտեղ պետք է այդտեղ կարելի էր բան անել, կիրառել բացարձակ ասած ասեմ փոխադարձած սկզբունք, որովհետեւ ինչ ռեժիմ մաքսային պետք է լինի ադրբեջանցիների նկատմամբ, երբ որ իրանք հատում են Հայաստանի տարածքը մեղրիով, նույն ռեժիմը պետք է լինի հայերի նկատմամբ, երբ որ իրանք հատում են այդ Երասխ, Ջուլֆա բանը Նախիջևանով, հա, կամ եթե գնում են Երասխից միանգամից Մեղրի, հա, Հայաստանում են կապվում։ Բայց այդտեղ ավելի շատ կարևոր է ոչ թե կապը Երասխի Երևանի Մեղրի, որովհետև այդ կապը մենք sense tendency ունենք, հա։ Չնայած երկաթուղային կապը էապես կթեթևացներ այդ ամեն ինչը, բայց այդտեղ մեզ համար ավելի կարևոր կլիներ երկաթուղային կապը Իրանի հետ։ Այդ առաջարկը այն ժամանակ 1.5 տարի առաջ արել եմ լռություն, դրա մասին մեր կառավարությունը չի խոսում, մեկ էլ ընդամենը մի երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս այդ առաջարկով։ Բայց ինքը չի ասում, որ այս բանի հասնելու համար պետքա մոդիֆիկացնել ռուս, հայկական, ադրբեջանական այդ երրակողմ համաձայնագիրը։ Ինքը ասում է, չէ, ռուսներին մի կողմ դնենք, Ադրբեջանի հետ ենք խոսում, որ այդ ռեժիմը ստեղծենք։ Առանց հասկանալու, որ եթե դու ռուսներին մի կողմ ես դնում եւ դու մտնում ես ադրբեջանցիների հետ նման խոսակցության մեջ, դու հայտնվում ես շատ խոցելի վիճակում։
որովհետև Ադրբեջանը հասկանալով որ դու ամբողջությամբ կախված ես իր ճնշումներից, իր հատկապես որ դու ես կտրել այդ Ռուսաստանի հետ կապերը, արևմուտքից ոչ բան չես ստանում, Ադրբեջանը գիտի, որ ինքը քեզ կարող պարտադրի ցանկացած դրան էլ ցկտում է, բայց Միացյալ Նահանգներն էր, պարոն Զուրաբյան, ասում որ գնացեք ուղիղ շփման։ Նրանց նպատակը այն էր, որ ռուսներին հանեն, որպես միջնորդ բանակցությունների։ Ռուսներին հանում են։ Նրանք դրան են, բայց ոչ էլ իրենք են ուզում երաշխավոր լինել։ Իրենք հստակ հայտարարել են դեռ անցյալ տարի։ Մենք երաշխավոր չենք, ասել են նախկին պետքարտուղարը Միացյալ Նահանգների բան, ասում էին մենք ընդամենը սեղան ենք տալիս, տարածք ենք տալիս, նստում ենք քննարկում են։ Հետևաբար հայտնվում է Ալիևի հետ մենակ ու Ալիևը իմանալով որ դու ոչ մի պրոտեկտոր չունես, որ իր ռազմական միջամտության առաջ դու անպաշտպան ես, քեզ թելադրում է ցանկացած պայման։ Հետևաբար այդ երկկողմանի բանակցությունը դու երբեք դա չես ստանա։ Նիկոլ Փաշինյանը էշի տեղադրել, այդ առաջարկը երկկողմանի բանակցություններում հիմա ներկայացնում է, առանց հասկանալու կամ միգուցե հասկանալով, որ ավելի վատ է, որ դա ոչ մի հեռանկար չունի։ Ադրբեջանը դա չի ընդունի։ Այ եթե դու անեիր դա ասենք որպես 1.5 տարի առաջ կամ հիմա, բայց բանը վերակենդանացնելով այդ այսինքն հետեւյալ ֆորմատի մեջ, որ դու ուզում ես այն նոյեմբերի 9-ի այդ երրակողմ համաձայնությունը վերափոխել, որովհետև այն երկկողմանիությունը փոխադարձությունը կորսվել է այլևս։ Հիմա դա պետք է վերականգնել։ Եվ այդ բանով եթե գնաս, օգտագործելով, ասենք, նաև Ռուսաստանի շահերը, որտեղ Ռուսաստանը շատ ավելի շահագրգռված կլինի, ստանալ մի այդպիսի լուծում եւ այդտեղ ինքը պատրաստ է որոշակի բանակցություններ, ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, ստանալ մի այդպիսի լուծում, որ իրենք ոչ միայն անվտանգությունը կվերահսկեն Մեղրի հատվածում, ոնց որ դա 9-րդ կետը նախատեսում է, այլ նաև բանի հետ երաշխ Մեղրի ամբողջ հատվածում արդեն Ադրբեջանի տարածքով։ Էս էլ պետք գնալ բանակցել։ Այսպես մենք ոչ միտեղ չենք հասնելու։ Այսպես, իսկ այսպես ինչա ստացվելու։ Ստացվելու հետևյալը։ Այսպես կոչված ռուսական ազդեցությունը մենք փոխարինելու ենք ադրբեջանական ազդեցությամբ։ Ռուսական դիկտատը մենք փոխարինելու ենք ադրբեջանական դիկտատով։ Եվ եթե այդպես է, ես հարց եմ տալիս։ Իսկ ով ասեց, որ ադրբեջանցիք պատրաստ են մեզանից ավելի փոքր գին վերցնել, քան ասենք անում էին դա ռուսները իրենց ազդեցության համար։ Ակնհայտ բան է, որ ադրբեջանցիք շատ ավելի շատ բան են ստանալու եւ պարտադրելու, շատ ավելի ծանր գին են դնելու մեր վրա, քան դնում էին ռուսները։ Որովհետեւ ի վերջո իրանք շահագրգիռ կողմ են։ Ռուսներին պետք չէ այսինքն թույլ Հայաստան։ Իսկ Ռուսաստանը պետք է օգտագործի իր բալանսավորող ազդեցությունը։ Այսինքն միգուցե հաշվի առնելով Ադրբեջանի այսօրվա հզորությունը մի քիչ ավելի հակված կլներ Ադրբեջանի կողմ զիջումներ անել, բայց մեծ հաշվով իր դերը բալանսավորման դեպք լիներ։ Եվ այդ դեպքում այն գինը, որ դու վճարում ես, լինելու է շատ ավելի պակաս, քան երբ որ դու մտնում ես երկկողմանի հարաբերությունների մեջ եւ Ադրբեջանը բացարձակ ոչ մի զսպանակ, ոչ մի արգելանք չունի քեզ ճնշելու ավելի ծանր իրավիճակների մեջ։ Մենք հիմա այդ դրա մեջ ենք գտնվում։ Իհարկե ես արդեն չեմ կարծում, որ Ադրբեջանը նույնիսկ ճնշում է, որովհետև հոժարակամ ամեն ինչ տալիս է եւ պայմանավորվածություններ ունեն։ Ադրբեջանցի գործիչները հայտարարում են, որ այս թղթով իհարկե խաղաղություն կոչված հիմա էլ համաձայնագիր է կոչվում, պայմանագիր չեն այլևս ասում։ Սրանով ձեռք բերված պայմանավորվածությունները կան, այո, բանակցությունները ավարտին են հասել, բայց ոչ միայն իրենք չեն ստորագրելու, դա ասվում է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարության մակարդակով, այլև ասում են, որ Նիկոլ Փաշինյանը մեզ խնդրել է, որ այդ թղթում չներառենք որոշ պահանջները մեր, որոնց շուրջ համաձայնության ենք եկել, որովհետև ինքը խնդիր կունենա հայ ժողովրդի հետ։ Այսինքն, այս թուղթը, որը իդեպ դուք եք Հայ ազգային կոնգրեսը եւս պահանջում էր, որ հրապարակեն,
ինչ են բանակցում, ինչ թուղթ է եւ նաեւ այլ ուժեր, հանրապետական կուսակցությունը, Հայաստան դաշինքն է պարլամենտական պատիվ ունեն, այսինքն ասել են, հա, դաշնակցությունը հրապարակեք, բայց այստեղ եթե նույնիսկ սա հրապարակվի, սա չի ներկայացնելու ամբողջ պատկերը, պարոն Զուրաբյան, որովհետեւ Ադրբեջանը հստակ ունի այլ պահանջներ նաեւ, ընդ որում Ալիևը ասաց, չէ, որ դիմել են Հայաստանի կառավարությանը, որպեսզի ապահովեն արևմտյան ադրբեջանցիների վերադարձը, այդ 300,000 եւ ավելի ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի տարածքներ, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցում, սահմանադրության փոփոխությունը եւ այլն, այսինքն նրանց պահանջները շատ են, պարզապես Փաշինյանը խնդրել է, որ այդ թղթի մեջ չներառեն, որովհետեւ ժողովուրդը եթե մի օր օրերից մի օր հրապարակվելու է, չէ, այդ թուղթը, որ հրապարակվի, ժողովուրդը իրեն կխժռի, հա, կոչնչացնի, այսինքն ինքը խնդրել է, որ դա չհրապարակեն, ինչի ինձ ենթադրել է տալիս, որ կա այլ թուղթ եւս։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Ալիևն ու Փաշինյանը մի հատ շատ կեղտոտ ստոր խաղ են խաղում հայ ժողովրդի հետ։ Այդ խաղի իմաստը որն է, որ իրականում այդ պայմանավորվածությունները կամ հնարավոր խաղաղության համաձայնությունը ունի երկու մաս, մի հատ պաշտոնական մաս, մի հատ էլ ոչ պաշտոնական մաս։ Այսինքն ոնց որ ասենք Մոլոտով-Ռիբենտրոպ բանը ուներ այդպես գաղտնի պրոտոկոլներ, հա։ Այո։ Հա, մոտավորապես նույն բանը կիրառվում է այստեղ։ Իմաստը որն է։ Իմաստը այն է, որ այդ ինչ որ Հայաստանին նվաստացուցիչ այդ բաները, դրանք չեն ընդգրկվում բանի մեջ, խաղաղության պայմանների մեջ, ինչը թույլ է տալիս Փաշինյանին ներկայացնել այդ ամեն ինչը որպես փոխադարձության, հավասարակշռվածության վրա հիմնված մի փաստաթուղթ, որը փոխընդունելի է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար, մինչդեռ այն նվաստացուցիչ մասերը չեն արտացոլվում այդ փաստաթղթում։ Այո, այդ թվում Հայաստանի ապառազմականացումը, գնված զենքերի վերադարձը Ադրբեջանին։ Այդ բոլոր բաները, ադրբեջանցիների վերադարձը, ապառազմականացումը, չգիտեմ, դեֆաշիզացիան Հայաստանի, եթե չգիտեմ հələ ոնց արտահանձնումը եւ այլն, այս պահանջները, սահմանադրության փոփոխությունը եւ այլն, այս մասերը ոչ պաշտոնական մասով իրագործվելու են եւ դա արվելու է թաքուն, քայլ առ քայլ, եւ միևնույնն է այն պաշտոնական մասը չի մտնելու ուժի մեջ, քանի դեռ այս ոչ պաշտոնական մասը իրականացված չի։ Իրենք ասում են, քանի դեռ հանրաքվեի չի դրվել սահմանադրությունը, ընդ որում նոր սահմանադրությունը Հայաստանի, ընդ որում մեր պահանջները պիտի տեսնենք արդյոք ներառված են այդ նոր սահմանադրության մեջ, մինչև մենք չտեսնենք ձեր հանրաքվեի արդյունքները, որևէ բան չենք ստորագրելու։ Հասկանալի է, այսինքն մենք տեսնում ենք ինչ է կատարվում, մենք տեսնում ենք, որ Փաշինյանի այս հիմարագույն խաղը աշխարհաքաղաքական ինչ արդյունքների բերեց, որ ինքը մնացել է մենակ Ալիևի հետ, Ալիևը իրան ստորացնում է, նվաստացնում է, տեսեք հələ ինչ ասում, էլի, ասենք Հայաստանը ամեն ինչի գնում է, ամեն ինչ տալիս է եւ Ալիևը մեկ ասում է մենք վստահություն չունենք այս Հայաստանի նկատմամբ։ Հետո երբ որ հանրային հեռուստատեսությունը դեմ է տալիս, բայց ասում է դուք այսքան բան եք անում, Ալիևը հայտարարում է, որ վստահություն չունի ձեր նկատմամբ։ Այդպես օլիմպիական հանգստությամբ Փաշինյանը ասում է դե ինչ վստահություն, պարզ չի որ վստահություն չի կարող լինել այսքան տարի հակամարտությունից հետո։ Այսինքն դա էլ նորմալ է անցալում, որ Ալիևը այսքան իր զիջումներից հետո մեկը իրան չի վստահում։ Հա, բայց ինքն էլ չէ հայտարարում, ու ես չէի հայտարարում, ասում էր Տավուշի դեպքերի ժամանակ նույնիսկ, հա, որ ասում էր, եթե դուք դիմադրություն անեք, չէ, Թուրքիայի կողմից կմտնեն, հոկտեմբերյանի կողմից կմտնեն, թուրքերը կգան կոչնչացնեն, որովհետև Տավուշցիք ասում էին մեր զենք տվեք, մենք պաշտպանենք մեր հողը։ Ասում էր, չէ, դուք ստեղ պաշտպանեք, ընդեղից են մտնելու։ Հա, ասում էր, խաղաղության պայմանագիր որ կնքենք, բայց դա չի նշանակում, որ խաղաղություն է լինելու։ Այդ ես չեմ ասել, այդ ինքն է ասել, հա, ու դրա համար էլ ասում, այսինքն գժիտեղ դնելու այս պահվածքը աշխարհաքաղաքական կենտրոնները չեն նայելու է հայ ժողովուրդը, չգիտեմ, սխալվեց, մոլորության մեջ էր, չգիտեմ ինչի մեջ էր, կամ շատ էր սիրում Նիկոլին, խղճում էր, չգիտեմ, բաներ, որբեր եւ այլն, չգիտեմ, չեն նայելու դրան։ Հա, այսպես թաթալոշով տալու են, չէ՞, այդպես չի։ Այդպես է եւ ամենազարմանալին գիտեք ինչի մեջ է, որ
այս ամեն ինչին փորձում են ինչ-որ սկզբունքային մի բան տան, գաղափարախոսական մի բնույթ տան, որ իբր սրանով մենք գնում ենք դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք, մի բան, որը գոյություն չունի։ Այսինքն, եթե դու ընդամենը PR ակցիայի համար, որովհետև այլ որևէ հեռանկար չկա, PR ակցիայի համար որոշում ես, որ դու պետք է ընդունվես Եվրոպական միություն, դու գոնե պետք է ցույց տաս ինչ-որ փոխադարձ քայլեր։ Այդ բանը չկա։ Օրինակ հիմա մի հատ էլեմենտար հարց եմ տալիս, որի պատասխանը միջև հիմա չեմ ստացել, խնդրում եմ դուք էլ զբաղվեք, եթե հեղինակավոր լրատվամիջոց եք, ունեք ձեր հնարավորությունները հարցադրումներ կատարելու։ Մի հատ բարձ հարց տամ։ Մեզ ասում էին եւ Եվրամիությունը ինչ որ պարտավորություններ ստանձնել, որ 2001 թվականին, որ ընդամենը 4 տարվա մեջ 2021 թվականին, անմիջապես պատերազմից հետո Եվրոպական միությունը պարտավորություն ընդունեց, որ 4 տարվա մեջ Հայաստանում կատարվելու են 2.6 միլիարդ եվրոյի ներարկումներ կամ ներդրումներ։ Իդեպ Սյունիքի հզորացման ծրագիր կար, ընդհանրապես մեր ինստիտուտների հզորացումը, դա բավականին լուրջ պարտավորություն էր, եւ եթե դա իրականացվեր, մենք այսօր լրիվ ուրիշ վիճակում կլինեինք։ Բայց հետո անցնում է 3 տարի, փորձում են այդ չկատարված բանը շղարշել մի մեծ այլ աղմուկով, եթե հիշում եք մարտի 5-ին, կարծեմ թե 4-ին 2024 թվականի եղավ այդ հայտնի հանդիպումը Փաշինյան, Բլինքեն, Միշել, բան տենց ֆոն դեր Լայենը, բան սենց հավաքվեցին, մի հատ սամիթ էր էլի, տենց Եվրոպական միություն, Ամերիկա, Հայաստան, որտեղ իրենք պարտավորվեցին, որ այդ բանը անելու են առաջիկա 4 տարում, այսինքն ստացվեց, որ մի քիչ ժամկետները փոխվեցին, բայց եւ այնտեղ հայտարարվեց, որ 500 միլիոն եվրո արդեն հավաքվել է։ Գիտեք, ես արդեն ամիսներ շարունակ, այդ պահից սկսած, փորձում եմ հասկանալ այդ 500 միլիոնը, որ հավաքվել է, ուր է։ Դրա հետքը ուզում եմ բռնեմ։ Հասկանամ, որ ընդ որում նշվում էր, որ Արցախահայության խնդիրների ծրագրերին պետք է ուղղվի եւ այլն։ Հիշում եք այդ ֆոն դեր Լայենը, որ այդ 500 միլիոնը հայտարարեց։ Դրանով էին բացատրում։ Հիմա սրանք Արցախահայության այդ տրվող կոպեկներն էլ են, գրոշներն էլ են կտրում։ Հա, ու դա նպատակներից մեկն էր, Արցախահայության ուժեղացման։ Այսինքն պարզվեց, որ այդ 500 միլիոնը, ես դրա հետքը չեմ գտնում։ Այն ժամանակ Factor AM-ում այդ հարցադրումը արեցինք, ոչ մի պատասխան չստացանք Եվրոպական միությունից կամ որևէ, ես ոչ մի բաց աղբյուրում, իսկ սովորաբար Եվրոպական միությունը շատ բան է, թափանցիկ է իր կատարված ծախսերի, օգնության ծրագրերի մասին եւ այլն, ոչ մի հաղորդում կոնկրետ ուր են գնացել այդ փողերը, ինչ նպատակների վրա, եղել են այդ փողերը թե չէ, մենք չունենք։ Եվ ել չեմ խոսում 2.6 միլիարդ եվրոյի մասին։ Հիմա այս մարդիկ կամ պետք է մեզ ապացուցեն, որ իրականում այն ինչ որ մեզ խոստանում էին, այդ շարժումը դեպի արևմուտք ինչ որ պտուղներ է տալիս, կամ պետք է ազնվորեն, անկեղծորեն մեր ժողովրդի առաջ խոստովանեն, որ այդ ամբողջը բլեֆ էր։ Բլեֆ էր, որը չիրականացավ։ Պարոն Զուրաբյան, ինձ գիտեք ինչն է հետաքրքրում։ Վերանանք ինչպես ենք վերաբերվում այս իշխանության ամեն ինչին։ Լավ, ես ուզում եմ այն միջին վիճակագրական նորմալ մարդու դրամաբանությունը հասկանամ։ Եթե Ռուսաստանի հետ համագործակցում են կամ Իրանի հետ համագործակցություն են, Իրանը առաջարկել է ռազմավարական չէ, ասում եք պայմանագրեր կնքենք, քխեն, վատնեն, չի կարելի, բայց եթե օրինակ Միացյալ Նահանգների լծի տակ ես մտնում կամ Եվրոպայի պարտավորությունների տակ ես մտնում, որտեղ են երկրները, ովքեր որ ստորագրել են կամ անդամակցել են Եվրամիությանը կամ դրա ճանապարհին են, իրենք էլ բավական լուրջ զրկանքների գնով են դա անում, իրենց տնտեսությունը կրճատելով, որովհետև Եվրոպան պետք է ասի, որ քվոտաներից օգտվես, նույնիսկ սեփական գյուղատնտեսությունն են կրճատում, այսինքն համարում են, որ եթե դու Ռուսաստանի հետ խորը համագործակցության մեջ ես, դաստարկությունը լուծ է, դու զրկվում ես անկախությունից, իսկ կամ Իրանի հետ եթե խորը համագործակցության գնաս, բայց այ եթե Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի հետ ես անում դա լուծ չէ։
Գիտեք, ես իդեպ օրերս կխնդրեմ հիմա ներկայացնեն մեր գործընկերները։ 2015 թվականին շատերը չեն հիշի, Օդեսա քաղաքում առաջին անգամ աշխարհում հայտնվեց իմպերիալ բանակի գերագույն հրամանատար Դարթ Վեյդերի արձանը Օդեսայում։ Ընդ որում այս արձանը արեցին այդ ժամանակ հենց Ուկրաինայի եւ Ռուսաստանի հակամարտության արդեն սկիզբն էր 14-15 թվականից դրանից էլ առաջ նույնիսկ մեկնարկել էր։ Սա Լենինի արձանն են կերպարանափոխել, Դարթ Վեյդերի արձան, ու իրենք համարում էին, որ սա ազատության դեպի Եվրոպա գնալու ճանապարհին այս արձանը վերափոխեցին ու դրեցին իմպերիալ բանակի գերագույն հրամանատար Դարթ Վեյդերի արձանը։ Հիմա 15 թվականին է սա տեղի ունեցել, իրենք արդեն իրենց սիմվոլներով իրենք նշում էին Լենինի արձանը ոչնչացնում ենք, դնում ենք այս արձանը ու նույնիսկ միջազգային մամուլը եվրոպական գրում են։ Ուկրաինան հիմա, Օդեսան, ինչի հասավ։ Այս ճանապարհը ինչի հասցրեց։ Այդ երկրների համար, մեծ երկրների համար չկան սկզբունքներ։ Այդ սկզբունքները եթե լինեին, կներեք, Ամերիկան եւ որը Կոսովոյի ճանաչում էր իրավունքները, Արցախն էլ կաներ, չէ՞։ Չկան այդ սկզբունքները։ Ինչու են Հայաստանում այդպես մտածում։ Եթե Ռուսաստանի հետ խորը համագործակցություն է, մենք ստրուկենք, լծի տակ ենք, եթե Պարսկաստանի հետ համագործակցությունը Իրանի հետ խորացնենք, մենք կլինենք ստրկության մեջ, բայց եթե օրինակ Միացյալ Նահանգների հետ, կամ Թուրքիայի հետ, կամ Բրիտանիայի կամ Եվրոպայի հետ, Եվրոմիության, չէ, դա ազատություն է։ Ինչ կարող եք բացատրել դա։ Հատիկ ջան, ես ուսադիր լսեցի ձեր փաստարկը եւ հասկանում եմ ինչ եք ասում։ Այսինքն դուք ասում եք չէ, դա մտածողության խնդիր է, քարոզչության խնդիր է։ Դուք ասում եք, որ ըստ էության ինչա փոխվում մեր ինքնիշխանության համար, անկախության համար, եթե մենք մի լուծը, հա, փոխարինում ենք մյուս լուծով։ Դե հա, լուծը ինչ է, խորը համագործակցություն, չէ՞։ Ասենք օրինակ ասում են, ինչի եք Ռուսաստանի հետ այս պայմանագրերը կնքում, ինչի եք, չգիտեմ, մենաշնորհային է, չգիտեմ, էս ինչ է, հա, օրինակ գազը։ Չէ, ես հասկանում եմ, բայց ես ուզում եմ ասեմ, որ խնդրեմը դրա մեջ չի։ Բա, խնդրեմը ավելի խորն է, որ դու մի լուծը այլ լծով չես էլ փոխարինում։ Դու մի լուծը, այսպես կոչված ճակերտավների մեջ տնենք, մերժում ես ու չես տանում ոչ մի բան, բացի ադրբեջանական վասալիտետից։ Իմ ասածը սա է, որ իրականում, եթե գոնե, մենք ստանայինք արևմուտքի խոստացած եւ թմկահարված օգնությունները, հələ մենք կունենայինք այսօր խոսալու թեմա։ Այսինքն մենք ասենք, գիտեք ինչ, եկեք տեսնենք, մենք ինչ-որ բաներ ստացանք, ասենք պերսպեկտիվայում կարող է կորցնենք ռուսական էժան գազը, չգիտեմ, բենզինը, բայց կստանանք այս օգնությունները, այս հնարավորությունները, ռուսական ծակ հովանոցը կփոխարինենք ավելի հուսալի բանը, ռազմական հովանոցով արևմուտքի եւ այլն, բայց այս ամբողջը իրականում ամբողջությամբ կեղծիք է եւ սուտ է։ Չկա այդ բանը։ Ընդամենը կա ծակ հովանոցից հրաժարվելու քաղաքականություն, որը հա թերի հովանոց է, ոչինչ չստանալով փոխարենը եւ հայտնվելով ադրբեջանական միակողմանի տերորի եւ ազդեցության տակ։ Այսինքն բայց ինչու է ծակ։ Այդ ծակ լինելը միայն դիմացինի խնդիրը չի, քո խնդիրն է, նաեւ որ այդ հովանոցը ծակ է։ Մենք էլ ենք նպաստել դրան։ Այո, դա եմ ասում, այսինքն եթե ծակ է, դա նաև մեր խնդիրն է։ Չէ, այդ հասկանալի է։ Որովհետև նույն Ռուսաստանին կամ Իրանին իրենց կենսական շահերից ելնելով պետք է որ լինի ամուր Հայաստան, ուժեղ Հայաստան, այդպես է թե չէ։ Հասկանալի է, բայց նաև մենք ուկրաինական պատերազմի ժամանակ հասկացանք բաները, սահմանները ռուսական հնարավորությունների, որովհետև ռուսները իրենք ասենք նույնը չէին, ինչ որ էին 20 թվին, երբ որ կնքվեց այդ նոյեմբերի 9-ի բանը, համաձայնագիրը, եւ ասենք 22 թվականին, երբ որ բանը Ուկրաինան հետ էր գրավում Խարկովում կամ Խերսոնում ինչ որ տարածքներ, որը միջև այդ Ռուսաստանը գրավել էր։ Այսինքն դա երկու տարբեր Ռուսաստան էր։ Ուզում եմ ասեմ, այդ առումով եմ ասում ծակ հովանոց, որովհետեւ այնուամենայնիվ ռուսները հայտնվեցին մի իրավիճակում, երբ որ իրենք իսկապես չկարողացան կատարել իրենց պարտականությունները, որոնք իրենք ստանձնել էին 20 թվականին։
Հասկացա, բայց եթե հիմա վերանամ ես Ռուսաստանին ոնց եմ վերաբերվում։ Ռուսաստանն էլ ասում է ժողովուրդ ջան, եթե դուք գնում եք Պրագայում ընդունում եք Արցախը Ադրբեջանի կազմում ու ես նույն ձևով համագործակցություն ունեմ Ադրբեջանի հետ։ Նա էլ ինձ ասում է Ռուսաստան դուրս արի ստեղից։ Երբ որ դու տեսնում ես, որ հովանոցի մեջ ծակեր կան, ու դու ինքդ բռնում ես, պատռում ես այդ հովանոցի ծակերը, որ ընդհանրապես թրջվես, որովհետև հույս ունես, որ մի հատ շատ ավելի լավ հովանոց կստանաս, բայց այդ հովանոցը չես ստանում, ստացվում է, որ դու ընդամենը քո ծակ հովանոցը դարձրիր ավելի ծակ։ Դա է կատարվել։ Իսկ հիմա ուզում եմ ընդհանրապես այդ եղած հովանոցն էլ նետի ու անունը դրել է, որ մենք երկու կողմանի հարաբերությունով ավելի լավ կկարգավորենք, որը ասում եմ չլող բան է, որովհետև չէ, հիմա էլ ասում եմ ես մենակ եմ ստորագրել ու ես պատրաստ եմ մենակ էլ ստորագրել։ Այդ իր հարցազրույցում հեռուստատեսությամբ հա, այսինքն ում է պետք է սենյակումդ լիքը թուղթ է ստորագրում, ում է պետք։ Նա հերքեց դա։ Ասաց, որ ասենց բան են ինձ վերագրում, դե ես դա նկատի չունեի, բայց ավելացնում եմ, բայց այդ հետարքիր է, ես տվել եմ այս հանձնարարությունը, մի հատ տեսնեն մարկային պատմության մեջ նման բան եղել է, որ միակողմանիորեն ինչ որ բան ստորագրի։ Այսինքն իր այդ փչացած ուղեղը այնուամենայնիվ հետարքրվել է այդ հեռանկարով։ Հա, հիմա բան են, որ սատանային բռնել էր տալիս, գտնել էր տալիս, ԱԱՑ-ին հանձնարարել էր սատանային գտնել, հիմա օրինակ ամբողջ կառավարությանը հրահանգ կիչնի գտնել, հա, որևէ դեպք պատմության մեջ, որ միակողմանի խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Հիմա մենք կարող ենք ու խաղաղություն բերել, գժանոց էլի։ Մենք կարող ենք այս գժանոցը քննարկել, բազմաթիվ թերություններ գտնել Նիկոլի ասածների մեջ, բայց մենք իրականում հասկանանք, որ դա ինչ որ չափով անշնորհակալ գործ է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք, չգիտեմ, Հայաստանի պատմության մեջ հաստատ, բայց մարդկության պատմության մեջ չգիտեմ, կարող է եղել են ավելի ապաշնոր, ավելի տգետ, ավելի ոչ կոմպետենտ, ոչ իրավասու ղեկավարներ, այդ մեկը չգիտեմ, որտեղ կարելի է համեմատել, էլի, գտնել, ասենք, կարելի է գտնել ավելի ոչ կոմպետենտ ղեկավարների բան, օրինակներ պատմության մեջ, բայց մենք ունենք մի հատ ղեկավար, որը մենք վերջապես պետք է հասկանանք, որում ազգովի պետք է հասկանանք, որ այս մարդը բացարձակապես անընդունակ է պետական կառավարման գործում, որևէ ոլորտում, կրթություն լինի, առողջապահություն լինի, չգիտեմ, բանակցություններ դիվանագիտական, ֆինանսական մենեջմենտը, Հայաստանում ինչ-որ տնտեսական զարգացման պայմաններ ստեղծելը, բոլոր այս բնագավառներում ինքը բանա կոմպետենտ չի, ինքը խոսալուց բացի, ընդ որում բավականին ցածրամակարդակ դիսկուրսներ առաջացնելուց բացի, ցածրամակարդակ դիսկուրսներ ասելով ես նկատի ունեմ բանա, որ հեղափոխությունը, տնտեսական հեղափոխությունը ձեր ուղեղներում պիտի լինի, չգիտեմ, ակադեմիական քաղաք պիտի սարքենք, որ սաղ կրթությունը տանենք մի հատ բանա կոնցենտրացիոն ճամբարում կոնսուլագերում բան անենք, կենտրոնացնենք եւ այլն, ասած ինչ ասելը անմակարդակ հիմարություն է եւ PR-ը ցանկով չի գտնում։ Հիմա մենք ունենք Նիկոլ Փաշինյանը բացի ամենից դարձել է այսօր մեր խեղճության, մեր ողորմելիության, մեր անօգնականության խորհրդանիշը։ Վրաստանում տեսակ չէ մեր ֆուտբոլիստների վիճակը։ Դե ես դրանից հետո ես անգամ գրեցի, որ կարծում եմ, որ մեր իմ քայլ հիմնադրամը այսուհետև պետք է ավելի համարձակ կարգախոս որդեգրի, պարտվելը նորաձև է։ Եվ դա իսկապես այդպես է։ Այս մարդիկ դառել են պարտության սիմվոլը։ Ասում կրթվել է նորաձև է, սա ինչ բանա մոտեցում է։ Նորաձև չէր առաջ։ Կրթությունը ինչ նորա, հա, ինչ գործ ունի կրթվել է նորաձևության հետ։ Ընդ որում այդ կամպանիայի մեջ, ասենք պատկերացրեք, որ ասենք բալետի մասնագետը սկսի ղեկավարել մաթեմատիկական գրագիտության շարժումը, ասենք երկրում, հա։ Դուք կհավատաք այդ բանին։ Էդ էլ ասեմ, որ անալոգիան շատ վատն է, որովհետև այդ բալետի մասնակետը գոնե բալետի բնագավառում ինչ որ բանի հասել է, այս մարդիկ ընդհանրապես ոչինչում ոչ մի բանի չեն հասել։ Ոչինչում։
Բացի ինֆորմացիոն ռեկետը իրականացնելուց։ Քերի կրթությամբ, այո։ Բացի ինֆորմացիոն ռեկետ, այդ լավագույն մասնագետը այդ եղել է դրա ինֆորմացիոն ռեկետի մասնագետներ են, հա, այդ մի բանը լավ է իրանց մոտ ստացվում։ Արել են դա։ Հիմա այս մարդիկ մեզ կրթություն են ուզում, ոչ թե մեզ, ուզում են ազգային այդ կրթության կրթվելու շարժումը ղեկավարեն, դա ծիծաղելի է։ Դա ծիծաղելի չէ, ողբերգություն է դա։ Որևէ խնդիր իրան կարողացել են իրականացնել։ Այսքան որ հրճակել են մարտի 1-ի գործի բացահայտում, մեկ ասում էր ամեն մանրամասով բացահայտված է, հիմա ասում է դե մենք չգիտեմ ինչքան կարանք բացահայտենք եւ այլն։ Անցումային արդարադատություն հրճակվեց, ոչ մի բան չարվեց։ Որ բնակավարը վերցնում ես էլի, ինչ վերցնում ես, ասում ես ուրա, ինչ եք արել։ Բացի քանդելուց ինչ եք արել։ Հասկանում եք, այս վիճակը շարունակվում է եւ մենք պետք է ազգովի հասկանանք, դիագնոզը դնենք, որ մենք այսօր ունենք բացարձակ անընդունակ, ոչ կոմպետենտ ղեկավար եւ այսօր մեր ազգի գլխավոր գործը պետք է լինի կոմպետենտ կառավարության ստեղծումը, որովհետեւ այս վիճակում, այս բուրըն աշխարհաքաղաքական այս սպառնալիքների վիճակում ունենալ նման ղեկավար դա անընդունելի շքեղություն է, անընդունելի։ Պարոն Զուրաբյան, իհարկե դուք անդրադարձաք նոյեմբերի 9-ին եւ նաեւ ԵՄ անդամակցության նախագծին ինչ որ իմաստով, բայց կուզեմ մի քանի կոնկրետ հարցեր տալ, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Ենթադրենք դուք պարլամենտում եք, Հայ ազգային կոնգրեսը։ Ինչպես կքվեարկեիք ԵՄ անդամակցության նախագծին, որը փաստորեն կառավարության որոշումը ստացավ, այնուհետև դրվեց եւ քվեարկվեց, հիմա նորից նախագիծը ազգային համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել, նորից քվեարկության է դրվելու։ Ինչպես կքվեարկվի։ Մենակ սա մոտավորապես նման է այն իրավիճակին, որը ստեղծվում էր, երբ որ բերում էին, ասենք, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրինագիծ էին դնում։ Ասենք մենք կողմնակից ենք, չէ, բանի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, բայց մենք գիտենք, որ դա նախ հնարավոր չի։ Երկրորդը, որ եթե դու ճանաչում ես Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դու միանգամից բանակցային գործընթացը պայթեցնում ես եւ հրավիրում ես Ադրբեջանին պատերազմելու։ Ինչ ենք անում մենք նման դեպքերում։ Մենք գնում ենք ազգային ժողով, մենք ուղղակի հրաժարվում ենք քվեարկությունից, որովհետեւ ասենք Զարուհի Փոստանջյանը բերում էր նման մի PR ակցիա էր անում, այդ բանը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, մենք հասկանում ենք, որ դա պրովոկացիա է, եւ դեմ քվեարկելն է սխալ, եւ կողմ քվեարկելն է սխալ, եւ այլն, դա ուղղակի մի հատ օրակարգ է, որը անպետք օրակարգ է։ Հիմա այս նույն բանը, նույն հարցը անպետք օրակարգ է, որովհետեւ եղբայր եվրոպական միության, ասենք ընդհանրապես գաղափարը, բանը եւ այլն վատ բան չի, հա, տենց որպես ու ասել, որ մենք դեմ ենք եվրոպական միության երբևէ անդամակցմանը եւ այլն, անիմաստ բան եմ համարում։ Այդ օրակարգը ընդհանրապես, այդ օրակարգը քննարկել ես համարում եմ անիմաստ բան։ Հիմա ինչի մենք պետք է մտնենք այդ օրակարգի մեջ, որը ընդհանրապես PR ակցիա է։ Ասում եմ, ոնց որ այդ նույն բանն է։ Հա, բայց եթե ենթադրենք դուք պարլամենտում եք ու արդեն իսկ դրված է հարցը։ Ասեցի։ Այսինքն չէիք մասնակցի քվեարկության։ Հենց պետք է հայտարարել, որ սա ոչինչով չէ հիմնավորված օրակարգային, ոչ օրակարգային հարց է, եւ դրա ոչ քննարկմանը, ոչ քվեարկությանը պետք չի բան անել, մասնակցել։ Որովհետեւ բանա դա դատարկություն է։ Դա իրականում դատարկություն է։ Եթե դա դատարկություն ուներ, Ռուսաստանը այդպես կոչ չէր արձագանքի Օվերչուկի, Մեդվեդևի, Լավրովի, Պիսկովի մակարդակով։ Դա նշանակում է իրենք վտանգներ են տեսնում նույնիսկ այս process-ից, որը ինքը դեպի Եվրամիության անդամակցության process չի տանում։ Ես եմ համարում, որ նման չեղած հարց, այսինքն ոչ մի ռեալ հիմնավորություն չունեցող հարցը օրակարգի մեջ բերելը դա վտանգավոր բան է։ Ես եմ համարում։ Հետևաբար դիրքորոշում է պետք ունենալ։ Մենք դեմ կլինենք ընդհանրապես նման հարց այս վիճակում օրակարգի խնդիր դարձնելու դեմ կլինենք։ Հասկանում եք։ Էս է մեր ասածը, սա օրակարգային հարց չի, սա PR ակցիա է, որը ոչ մի հիմնավորում չունի։
Ոչ մի հիմնավորում չունի։ Ու բացի նրանից, որ դու շատ ճիշտ ասացիք, գրգռում ենք Ռուսաստանի բանը, կատաղությունը, ջղայնությունը եւ փաստորեն դարձնում ենք շատ օրակարգային հետեւյալ հարցերը։ Իսկ մենք պետք է շարունակենք օգտվել ռուսական գազից, թե բանա, արդեն պետք է ընկնենք նաև ռուսական սանկցիաների տակ այդ կապակցությամբ։ Դե Ռուսաստանը ասում է ուղիղ, ասում է քո սիրախաղերի համար մենք չպետք է վճարենք։ Դե հասկանալի է։ Ես դրա համար եմ ասում, որ սա անիմաստ բան է։ Ես նորից եմ հետևաբար դիրքորոշումը հստակ, հա, դիրքորոշումը շատ հստակ, այո կամ ոչ, կողմ եք կամ դեմ։ Մենք դեմ ենք այդ հարցը ընդհանրապես օրակարգ բերել։ Հա, բայց այդ հարցը արդեն օրակարգում է։ Դա եմ ասում։ Ուրեմն մենք հենց մեր հայտարարությամբ, ես հիմա ստեղծագործում եմ, ես չեմ կարող քննարկենք, բայց ես օրինակ անձամբ այդ փաստարկները կբերեի, որ սա բանա վտանգավորագույն մի հատ բանա, նախաձեռնությունը, անիմաստ, մեր դիրքերը թուլացնող, ոչ մի բան մեզ չտվող օրակարգա, որը ընդհանրապես մենք չպետք է ընդունենք որպես օրակարգային հարց։ Հետևաբար ընդհանրապես ոչ էլ պետք է մասնակցել դրա քննարկմանը եւ քվեարկությանը։ Կամ միգուցե քննարկմանը կարելի է մասնակցել։ Չէ, քննարկմանը երևի կարելի է մասնակցել։ Օրինակ նույն այդ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու այդ քննարկումները մենք մասնակցում ենք։ Ու մենք բացատրում ենք, ես ելույթներ եմ ունեցել Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անից։ Չէ, ասել ենք, մենք չենք մասնակցել։ Մենք չենք համարել ենք սա բան վտանգավոր ու անիմաստ օրակարգի առումով անիմաստ հարց, չենք քվեարկել ընդհանրապես, բայց քննարկմանը մասնակցել ենք այն առումով, որ մեր դիրքորոշումը հայտնել ենք Դա ինչով է վտանգավոր, բայց դա նույն բովանդակային առումով էլ շատ տարբեր բան է։ Ընդ որում այդ բովանդակայինով շատ տարբեր է, բայց իրավիճակային կարող էին խաղացնել նուրբ նյարդերի վրա, շահարկել այդ թեման Լեռնային Ղարաբաղի հարցը, անկախության հարցը, ճանաչման, բայց սա բոլորովին այլ է եւ որոշակի դիրքորոշում է պահանջում մանավանդ աշխարհակաղակական այս իրավիճակում։ Դա իմ ասածը դիրքորոշում չի։ Դիրքորոշումը, ասում ենք, սա սխալ օրակարգային հարց է, որովհետեւ ինքը այս բուրըն իրադարձությունների մեջ մեկ էլ դնում է ինչ որ կողմնորոշումային քաղաքականության հարց, որ մենք պետք է ըստ էության հրաժարվենք Ռուսաստանի հետ մեր այսօրվա կապերից եւ գնանք դեպի Եվրոպական միություն։ Ընդ որում դա ոչինչով հիմնավորված չի, որովհետեւ Եվրոպական միությունը պատրաստ չի դրան, պատրաստ չի կոմպենսացնել այն բոլոր կորուստները, որ մենք ունենանք խզելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հետևաբար նման հարց ընդհանրապես առաջացնել ու դնել հասկանաք ինչ է, մենք մտնում ենք այս խաղի մեջ, դուք ում հետ եք ռուսների թե բանի արևմուտքի։ Մենք այդ խաղի մեջ ենք մտնում։ Հա ինչ կա վախենալու դրանից։ Նաեւ հիմա եթե կներեք նույնիսկ Թրամփին են մեղադրում Պուտինի հետ համագործակցության մեջ, դա դեմ է, մենք հենց ասում ենք, որ մենք ոչ մեկի սատելիտը չենք ու չպետք է լինենք։ Մենք պետք է ունենանք բոլորի հետ Ռուսաստանի սատելիտն է դառնում։ Եթե այդ անհամատելի բաներ են։ Տրամպը հիմա կներեք լրիվ ուրիշ բան է։ Տրամպը վերցրել է կուրս Ռուսաստանի հետ ստրատեգիական հաշտեցման։ Կուրս է վերցրել, այսինքն Տրամպը եւ նրա թիմը, տեսնում եք ինչ մեղադրանքներ։ Տրամպը եւ նրա թիմը արդեն բացահայտ խոսում են նրա մասին, որ միջև հիմա մենք վարել ենք պրոքսի պատերազմ Ռուսաստանի դեմ, հիմա ուզում ենք դուրս գանք այդ պատերազմից, ուզում ենք ավարտենք։ Դա լրիվ ուրիշ բան է։ Մենք ինչ ենք ասում, այս համեմատությունը չի գործում։ Ես նկատի ունեմ, որ պետք չի վախենալ, նույնիսկ ասենք դիրքորոշում, որը քարկոծման կաշանանա։ Չեմ էլ վախենում, մեր դիրքորոշումը այսպես է կամ այսպես է։ Չէ, մեր դիրքորոշումը հետևելն է։ Մենք պետք է հրաժարվենք սատելիտային բանից, այս մտածողությունից, պետք է հրաժարվենք այդ պարտադրված իբրթե երկընտրանքը ընդունելուց, այսինքն կամ Ռուսաստանի հետ կամ Ամերիկայի հետ։ Պես չի, մենք անկախ երկիր, այստեղ է պետք հիշել անկախության ու ինքնիշխանության մասին, որ մենք այո, իրավունք ունենք եւ Ռուսաստանի հետ ունենանք հարաբերություններ, տնտեսական, ռազմական եւ արևմուտքի հետ ունենք իրավունք ունենալ հարաբերություններ, որոնք ավելի ճիշտ կլինի տեղավորել ժողովրդավարության կառուցման հարցերի մեջ, տնտեսական, ֆինանսական համագործակցության հարցերի մեջ։ Մեր ասածը սա է։ Եթե դու սկսում ես նման անիմաստ օրակարգներ բերել, դա նշանակում է, որ դու ընդունում ես այն խաղը, որ քեզ փորձում են պարտադրել։
որ մենք չէ պետք է ընտրենք։ Պետք է ընտրենք, մենք Ռուսաստանի ճամբարում ենք, թե Արևմուտքի ճամբարում ենք։ Ընդ որում տվյալ դեպքում, եթե դու մտնում ես այդ խաղի մեջ եւ ընդունում ես, որ դու Արևմուտքի ճամբարի մեջ ես, դրա գլխավոր հետևանքը այնա լինելու, որ դու հայտնվում ես Արևմուտքի բաստիոնի կարգավիճակում, որը շրջապատված է ռեգիոնալ բաներով, տերություններով, որոնք թշնամաբար են տրամադրված նման ընտրանքի նկատմամբ։ Այսինքն ինքդ քեզ գցում ես մի ճահիճի մեջ, մի հատ վտանգող գավորագույն տենց մի հատ իրավիճակի մեջ, որից ելք չկա։ Դու դառնում ես ինչ տարբերություն, դառնում ես մի հատ հերթական մի հատ բաստիոնը։ Առաջ ինչ էինք, ֆորպոստ էինք, հիմա բանա մի քիչ բառը վերափոխում ենք, դառնում ենք բաստիոն, այսինքն նույն վտանգների մեջ ենք մեզ գցում։ Սա աբսուրդ է։ Այս օրակարգը Դա այդ ֆորպոստ աստելն էր ուղղակի քարոզչություն նախկին իշխանությունների դեմ, որտեղ մենք ֆորպոստ չենք եղել, կներեք։ Մենք չենք եղել ֆորպոստ, երբ ենք եղել ֆորպոստ։ Դա ուղղակի հա ասվեց ու սկսեցին շահարկել, օգտագործել PR-ը։ Հասկանալի է, բայց եթե դու ասում ես ինչ որ բանի ֆորպոստ, հետո ինչ որ փոփոխում ես քո օրիենտացիան, տենց են չէ ներկայացնում։ Հիմա դառնում ես բաստիոն, դա արդեն քո վարկաբեկումը անգամ այդ քո առաջվա մեղադրանքները, որ մենք ֆորպոստ էինք եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ տարբերություն։ Եթե մենք ֆորպոստ էինք, ըստ ձեզ, ԿՊԱ-ականներ, հիմա պետք է դառնանք Արևմուտքի ֆորպոստը։ Էսա ձեր ընտրությունն է։ Սա շատ վտանգավոր մոտեցում է։ Մեզ ուզում են մտցնել այդ խաղի մեջ, որը շատ վտանգավոր է։ Մայիսին գնալու է ինչ անի։ Ինչու զանգեց այդ բանից հետո Փեզեշքյանին ու Պուտինին հետո որոշեց, որ մայիսին գնալու է շքերթին մասնակցի։ Դե մենք շատ ենք խոսել Փաշինյանի անմեղսունակության եւ ոչ համարժեքության մասին, ոչ adekvat լինելու մասին, բայց ինչքան էլ ինքը անմեղսունակ է ու ոչ համարժեք, ինչ որ բան երևի տեսնում է։ Ինչ որ կատարվում աշխարհում այս process-ները, մասնավորապես այն ինչի մասին ես խոսեցի, որ Արևմուտքի առաջնորդը եւ գլխավոր բանի ֆինանսական, ռազմական եւ տարբեր այլ ռեսուրսների կրողը Միացյալ Նահանգները այսօր նոր կուրս են վերցրել ստրատեգիական հաշտության Ռուսաստանի հետ, որին առայժմ Եվրոպայի մեծամասնությունը չի միացել։ Բայց Ամերիկան այդ կուրսը վերցրել է եւ շատ հետեւողական է այդ հարցում։ Եվ նաեւ հասկանալի է թե ինչի է հետեւողական։ Այս ինչ որ բանը կեղծ վերլուծաբաններ ասում են, մենք չենք հասկանում ոնց է Ամերիկան sense գնում, ինքը իրան քանդում է, էս անում, ինչ է անում։ Այդ մարդիկ վերլուծելու ոչ մի կարողություն չունեն։ Իրենց թվում է բանա, հենց այդպես մի հատ բանա քմաճիկով մի հատ մեկը եկել է իշխանության իրան ծաղրացուել են համարում, չգիտեմ ինչ են համարում, ու sense ինչ ուզում անում է։ Deep state-ը կոտորում է, չգիտեմ նեոլիբերալ էս ամբողջ տասնամյակների ժամանակ կառուցված համակարգը քանդում է։ Էդ է ձեր պրիմիտիվ վերլուծությունը էդ է։ Այսինքն դուք չեք հասկանում, որ այդպես բաներ, այդպիսի բաներ հենց այնպես չեն կատարվում, դրանք պատճառաբանություն ունեն։ Ձեր կարծիքով ինչ է անում Թրամփը հիմնականում, նույնիսկ գլխում ունենալով, որ իր վերջին պաշտոնավարումն է։ Շատ պարզ բան է Թրամփը եւ ընդհանրապես Ամերիկան ձևավորվել է մի նոր վերնախավ, որը հասկանում է, որ հին կուրսը այլևս not sustainable, ոնց որ անգլերեն են ասում, շարունակելի կուրս չի։ Դա հնարավոր չի շարունակել, մասնավորապես այն պատճառով, որ կայսրության ռեսուրսները անսահմանափակ չեն։ Իրենք հասել են ինչ-որ եզրերին։ Այդ եզրերը շատ հեշտ հաշվարկելի են։ Իսկ կան ցուցանիշներ, որոնցով կարելի է հաշվարկել այդ բաները։ Շատ պարզ է, 35 տրիլիոնի պարկ ունես, տարեկան քո ծախսը 7 տրիլիոն դոլար է, շատ պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ դա չի կարող երկար տևել։ Այսինքն ֆինանսական պայթյուն է լինելու, որովհետև կան սոցիալական ֆոնդեր, կենսաթոշակների այդ ապահովման ծախսեր, կառավարական բան, որոնք ասենք դու չես կարող պահպանես երկարաժամկետ, եթե շարունակում ես այս կուրսը։ Հաշվել են, տեսել են, որ պետք է առնվազն 3 տրիլիոն կրճատեն։ Իսկ 7 տրիլիոնից պետք է 4 տրիլիոն դառնեն,
Դրա համար էլ ստեղծվել է այդ դոժը, բանի Իլոն Մասկի, այո, կառավարության արդյունավետության այդ բանը, հիմնարկությունը, որը վերահսկվում է Իլոն Մասկի կողմից, եւ գնում է այդ ծախսերի կրճատում, բավականին ագրեսիվ կրճատում, որտեղ իրանք նպատակ են դրել 4 տարվա մեջ հասնել 7 տրիլիոնից իջացնել 4 տրիլիոնի այդ ծախսերը։ Հիմա բնականաբար դա դիմադրություն է առաջացնում, սոցիալական մեծ բունտեր, հիմա տեսեք Տեսլայի դեմ արդեն բան է, իրացիոնալ է։ Հիմա Տեսլաներն են վառում Ամերիկայում, որովհետև Տեսլան կապել է Իլոն Մասկի հետ, Իլոն Մասկն էլ հա, ոնց որ դարձրել է այդ լիբերալ ճամբարը, դա Իլոն Մասկին դարձրել է հիմա ամենաատելի կերպարը, որի դեմ պետք է պայքարել, բան հիմա Տեսլաների այդ սպասարկման կենտրոններն են վառում, Տեսլաներին են վառում եւ այլն եւ այլն։ Այդ ամենը հասկանալի է։ Այդ բաները տեղի ունենալու են, բայց Ամերիկան ուղղակի ուրիշ ճանապարհ չունի։ Չի կարող ինքը շարունակել այս ուղղությամբ։ Հետևաբար Տրամպի թիմը կատարում է մեծ վերանայումներ եւ շտկումներ, եւ այդ շտկումներից մեկը հետեւյալն է, որ ոչ միայն մենք ծախսերի կրճատման խնդիր ունենք, այլ նաեւ ունենք մի պատերազմ, որը երկարաժամկետ չեն կարող ֆինանսավորել ու որը ունի պոտենցիալ մեզ ներքաշելու երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Այդ վերանայումները արել են, հիմա ստրատեգիական կուրս են վերցրել, որ Ռուսաստանի հետ իրանք պետք է գան հաշտության, պետք է այդ պատերազմը դադարեցնեն, ինչ որ պայմաններով, միգուցե ոչ շատ բարենպաստ, հաստատ ոչ բարենպաստ Ուկրաինայի համար եւ հաստատ ոչ ցանկալի եվրոպական երկրների համար, բայց այդ խաղաղությունը պետք է կնքեն։ Եվ գնում են այդ ուղղությամբ։ Հիմա այս վիճակում Փաշինյանը երևի հասկացել է, որ այդ իրենց հիմար կանխատեսումները, որ Ռուսաստանը ուր որա քանդվելու է, ընդ որում ես տեղեկություններ ունեմ, որ այդ Ռուսաստանի քանդվելու վրա իրանք իրենց քաղաքականությունը հիմնել են ուկրաինական պատերազմից առաջ։ Այդ ինձ համար նորություն էր, բայց վերջերս տեղեկացել եմ իրենց ճամբարից sense խոսակցություններ են ինձ հասել, որ այն հիշում Խաբարովսկյան ցույցերը, որ եղել են, դրանք եղել են պատերազմից առաջ։ Այն ժամանակ ուրեմն ՔՊ-ի խմբակցությունը լրջորեն քննարկել է եւ եղել են լուրջ բաներ, տենց հավաստիացումներ, ինչ որ վերլուծաբաններ են վերել, որոնք ասել են, այդ Խաբարովսկով ոչի սահմանափակվելու, դա գնալու է մինչև Մոսկվա հասնի, տապալվելու է այսա Պուտինի ռեժիմը եւ այլն եւ այլն։ Այս մարդիկ քննարկել են sense բաներ։ Այն գլխից որոշել են, որ Ռուսաստանը թուլացող, փլվող, փթած մի բան է, կայսրություն է, որի փլատակների տակից պետք է ինչքան հնարավոր է շուտ փախնել եւ գնալ դեպի արևմուտք։ Դրանով է թելադրված եղել նաեւ իրանց դիմադրությունը 2019 թվի պլանին, խաղաղության պլանին։ Այսինքն իրանք համարել են, որ դա ռուսական պլան է, չնայած պաշտոնապես դա ներկայացվել է 3 երկրների կողմից, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, բայց իրանք համարել են դա Լավրովյան պլան, Ռուսաստանի պլան, դա Ռուսաստանի դիրքերը ուժեղացնող պլան է եւ այլն։ Իսկ քանի որ Ռուսաստան, դե իրենց բանը էդ է եղել։ Իրենց ամբողջ գաղափարախոսական հիմքը կառավարման էդ է եղել, որ մենք պետք է Ռուսաստանին հեռացնենք բանից։ Դե իրենց նաև դրսից Ռուսաստանը այսպես թե այնպես հեռանալու է։ Հիմա նույն օրինակ Ռասմուսենը, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը, կառավարությունից ահռելի գումարների դիմաց խորհրդատվություն էր տալիս իրենց։ Այդ հիմա նորից կանչել էին Ռասմուսենին, PR էր անում էլի, հա, Փաշինյանի այս խաղաղության շատ դժվար է։ Արմիկովին կաշին փոխելը շատ դժվար է։ Շատ դժվար է։ Իրանք ինչ որ հարաբերությունների մեջ մտել են։ Փող է ստանում, ահռելի գումարների պայմանագրեր ունի կնքած, Թոշակարու Ռասմուսենին ինչ է պետք, փող է աշխատում։ Դե ես նորից եմ ասում, իրանք USAID-ի տարբեր կազմակերպությունների միջոցով էր նաև հանրային կապերի ծառայություններին օգնում, հանրային կարծիքը փոխելու առաջարկներով, նախագծերով, այնպես որ դա դրսից է տրվել իրենց։ Հիմա ես իսկապես համարում եմ նրանց անմեղսունակ, ոչ համարժեք մարդիկ, որոնք իրենց ամբողջ քաղաքականությամբ դա ցույց են տվել։ Այս աղետների, ինչ ասեմ, 90%-ը դա այդ անմեղսունակ, ոչ համարժեք քաղաքականության հետևանքն է, բայց
գիտեք ինչի է գնում կոպիտ ասած մայիսի 9-ի այդ բանը, որտեղ իր համար քաղաքականությունը դա PR-ն է։ Այսինքն սրանով ինքը փորձում է մի քիչ շտկել այդ Պերեկոսը, որ յանի մենք Պուտինի աչքերում շտկենք էլի մի քիչ, որ մենք այնց լրիվ չենք այդում բան դեպի արևմուտք, այդ Եվրամիության բանն էլ շտկենք։ Հələ կարող է մտածել ասած բալանսավորենք էլի, համընդունենք այդ որոշումը, որ մենք Եվրամիության ընդունում ենք, բայց որպես բալանսավորող ակտ գնամ մայիսի 9-ին մասնակցեմ այդ ինչ համարժեք քայլ, ինչ համարժեք։ Այսինքն դեպի չէ, այդ մարդկանց մտածողությունը շատ պրիմիտիվ է, շատ։ Դա PR մակար է, ընդ որում եւ Եվրամիության անդամակցելու այդ օրինագիծն է PR ակցիա, որտեվ դրան ոչ ոք չի հետևում։ Դրան չի դա ոչ հիմնավորվածություն ունի, ոչ ունի քայլերի ինչ որ ճանապարհային քարտեզ, ոչ ունի համապատասխան պրոցեդուրալ ռեակցիաներ Եվրոպական միության կողմից։ Ոչ մի նման բան տակը չկա։ Բացարձակապես PR բան է։ Հիմա մի հատ PR բանը, այդ ակցիան փորձում են կոմպենսացնել մեկ այլ PR ակցիայով, որովհետև Փաշինյանի ուղեղում բացի PR-ից ուրիշ բան չի տեղավորվում։ Ընդ որում չորնի PR, тоже PR սկզբունքով։ Պարոն Սուրաբյան, լավ, այս բոլոր հարցերը հասկանալի է, բոլորը շատ լավ հասկանում են, անմեղսունակ լինելն էլ, դավաճանական գործարքների գնալն էլ հանուն իր իշխանության պահպանման, ավելին հանուն նրա, որ կարողանա ինչ-որ երկրից իր եւ իր ընտանիքի միայն բացառապես անվտանգությունը ապահովելու գնով ինչ-որ գործարքների անդադ գնում է, նոր չենք ճանաչում Նիկոլին, հա, բոլորս գիտենք ու կապ չունի, մարդը չի փոխվում, փոքր հարց, մեծ հարց ըստ էության նույնն է, հա, փոխհարաբերություններում էլ մարդկային, սա հասկանալի է, լավ, բայց չհիշացնեք երեք նախագահների բանը, որ փորձը արվեց միանալ, հիմա ինչ է պետք անել, ես հիշացրեցի, բայց հիմա ինչ է պետք անել, որտեղ նույն մարդիկ մեր այս հարցազրույցի տակ էլ գրելու են այդ ամբողջը մենք գիտենք, հիմա եկեք հասկանանք, հիմա այս պահին ինչ է պետք անել, որովհետև ոչ միայն աղետը չի վերացել, այլ այս աշխարհաքաղաքական նոր զարգացումների ֆոնին մենք կարող է հայտնվենք ավելի վատ վիճակի մեջ, հասկանում եք, այսինքն Արցախը տալով, այս որ իրանք համարում են բանը, վզներին թոկեր ազատվեցին ու ասում են մենք ազատություն ձեռք բերեցինք Արցախը հանձնելով փաստորեն 5000-ից ավելի տղաների արյուն թափելով, հա, այս մարազմը, բայց մենք տեսնում ենք, որ ավելի նոր աղետների մեջ է մեզ ներքաշում, հա, հիմա անմեղսունակ է թե ինչ է, ինձ արդեն չի հետաքրում, որովհետև ըստ էության պարզեր ի սկզբան է, նույնիսկ չէ, ես կասեի ինքը կուզեր, որ ինքը անմեղսունակ կոչվեր, որպեսզի հետագայում ինչ-որ բաներից ազատվեր։ Հիմա ինչ է պետք անել։ Իմպիչմենտն է ճանապարհը, օրինակ պարլամենտով իմպիչմենտի process սկսել եւ նաեւ ժողովուրդը արդեն պատրաստ է նաեւ փողոցային պայքարը եւ ներսից իմպիչմենտի process-ը։ Հիմա ինչ կարող ենք անել եւ ես ինչու էի նաեւ ձեզ այդ հարցերի տալիս նոյեմբերի 9-ը, որ հասկանամ դուք ինչպես կվարվեք, որտեղ հարցեր կան, որոնց շուրջ բոլոր իրենց հարգող քաղաքական ուժերը պետք է պատասխանեն եւ ասեն, թե իրենք ինչ կանեին այս իրավիճակում, որտեղ փաստաթուղթ է նոյեմբերի 9-ը, որի հետ պետք է դու որի նկատմամբ դու պետք է որոշակի վարք դրսևորես, դու չես կարող անտեսել եւ չես կարող համարել, որ դա գոյություն չունի եւ այլն, նույնպես ասենք ԵԱՀԿ Մինսկի լուծարման հարցը եւ բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ ձեր դիրքորոշումը կարևոր է, բայց հիմա այս process-ը կանգնեցնելու համար ճանապարհը ո՞րն է, Փաշինյանը ուզում է ընտրությունների տանել, հերթական կամ արտահերթ, չգիտեմ, որը կստացվի, ինքը հաշվարկում է, որը կհաջողի Գյումրիին ցույց կտա։ Իսկ միգուցե իմպիչմենտն է ճանապարհը, ո՞րն է ճանապարհը։ Նայեք, նույն իմպիչմենտը, եթե այդ հարցը դնում եք, իմպիչմենտը բնականաբար այսօրվա մտոլորտում չի անցնի, որովհետև դրա համար բավարար ձայներ չկան եւ հայտնի չի այդ իմպիչմենտի արդյունքում, որը ինքնին ռեալիստական չի այս պահին, ով է հայտնվելու Հայաստանի բանի կառավարման այդ ղեկի յետևում։ Երբ որ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ կամ երբ որ նոյեմբերի 9-ից հետո պատերազմի հետ կապված, երբ որ ծանր իրավիճակ է լինում եւ ժողովուրդը իսկապես դիմադրություն է ցույց տալիս, փողոցներն է լցվում, ԿՊԱ-ականները ամեն մեկը մի ծակ են ման գալիս մտնեն։
հա Փաշինյանի մասին էլ չեն խոսում, բունկերներում է թաքնվում եւ այլն, հա փախցնում են այս կոմենտում։ ԿՊԱ-կանները հիմա շատ-շատերը շատ ծանր վիճակի մեջ են։ Իրենք շատերը հասկացել են, որ Փաշինյանը միայն սեփական կաշին է փրկելու եւ իրենց բոլորին հատիկ, հա զոհաբերելու է։ Այնպես որ եթե ճնշում լինի, նույնիսկ նրանք վստահ եմ, ասենք թե այդ երթվյալ նիկոլական ԿՊԱ-կանները միանգամից փոխելու են։ Սպարտացիների պատասխանը կտամ, եթե դուք ասացիք, եթե ճնշում լինի։ Այո։ Ահա, ուրեմն մենք հասկանում ենք, որ այդ եթեն շատ կարևոր է։ Բնականաբար։ Հիմա եկեք մտածենք, այդ եթեն ոնց է իրագործվում։ Որովհետև ամենակարևոր խնդիրը, որ այդ բոլոր եթեները իրագործվեն, դա հետևյալն է։ Պետք է լինի, ստեղծվի մի քաղաքական ուժ, որին մեր ժողովուրդը ընկալելու է որպես գլխավոր եւ հուսալի այլընտրանք Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքական ուժը հստակեցրեք, որովհետեւ լուսնից չեն իջնելու այդ մարդիկ։ Մեր շուրջ եղած մարդկանցից քաղաքական ուժ ասելով ինչ նկատի ունեք, միավոր է ստեղծվում կուսակցություններով, անհատներով։ Եղած ուժերը առանձին վերցրած, արդեն ակնհայտ է, որ ոչ մի բան չեն կարող անել։ Որտեվ չկա մի ուժ, որը միայնակ կարողանար հենա տարբեր փորձեր արվեցին, միավորման փորձեր արվեցին տարբեր եւ այլն, եւ պարզվեց, որ չկա որևէ ուժ, որ առանձին կարող է այդ վստահելիությունը կամ հուսալիությունը ձևավորի մեր ժողովրդի աչքերում։ Դա փաստ է։ Այսինքն եկեք խնդիրը հստակ ձևակերպենք։ Պետք է մի ուժ, որին ժողովուրդը կտեսնի որպես այլընտրանք Նիկոլ Փաշինյանին, որի առաջնորդմանը կհետևի եւ որի հետ միասին կիրագործի դեմոկրատական, եկեք բառերը իրաց բանով իրական իմաստներով օգտագործենք, հեղափոխություն, դեմոկրատական հեղափոխություն է սա, ըստ էության։ Այսինքն մեզ պետք է դեմոկրատական հեղափոխություն։ Չէ, բայց ճնշումը ինչ է նշանակում։ Հենց որ ճնշումը ժողովրդի հասնում է այն աստիճանի, որ դու պարտադրում ես ԿՊԱ-ական մեծամասնությանը իմպիչմենտի տակ ստորագրել, այն ինչ որ դուք նոր ասում եք, դա հենց նշանակում է, որ ժողովրդական հեղափոխություն։ Դուք փաստորեն կարողանում եք ստեղծել մի այնպեսի հզոր, այն ինչ որ արեց, ասենք նույն Փաշինյանը 2018 թվականի մայիսին, հա, ապրիլ-մայիսին։ Ապրիլ, այո։ Հա։ Այդ պետք է անեք։ Հիմա, բայց դա նշանակում է, որ մեզ պետք է քաղաքական ուժ, թե Փաշինյանը ոնց եկավ այդ նպատակին ասավ, դա լրիվ ուրիշ հարց է, կարող ենք ու 1000 անգամ վերլուծել ենք, բայց տվյալ իրավիճակում մենք պետք է ստեղծենք մի քաղաքական ուժ, որը այդ վստահությունը ժողովրդի մոտ ունենալու է, եւ ժողովուրդը իր վստահությունը կհայտնի որ դեպքերում։ Եթե ինքը տեսնում է այդ ուժի մեջ ներկայացված թեկուզ ոչ բոլորի համար ընդունելի, բայց տարբեր սեգմենտների համար ընդունելի լիդերների, չէ, ամեն մեկը մի հատ բան ունի։ Նախասիրություն։ Ասենք մենք ունենք մեր, հա, Հայ ազգային կոնգրեսը ունի իր սեգմենտը։ Ռացիոնալ, մտածող, տենց ինտելեկտուալ մարդիկ, որոնք 88-ից հետո 2008 թվին եւ այլն գրկված են եղել են շարժումներին, որ մենք կառավարել ենք, այդ մեր սեգմենտն է, որը մեզ վստահում է։ Բայց մենք գիտենք, որ այդ սեգմենտը բավարար չի այդ ձեր ասած խնդիրը կատարելու համար։ Հիմա մարդիկ կան, որոնք, չգիտեմ, վստահում են Ռուբեն Վարդանյանին կամ, չգիտեմ, ապրելու երկիր բանեն ուժին, մարդիկ կան, որ վստահում են, հիմա օրինակներ չբերեմ, հազար մի բաներ ունեն, առաջնորդներ կան, որոնց վստահում են։ Հիմա պատկերացրեք, որ դուք ստեղծում եք մի բույլ, մի ուժերի մի, ավելի ճիշտ ասենց ասեմ, կոլեկտիվ մի ղեկավարություն, որտեղ ամեն մի սեգմենտ գտնում է իր ներկայացուցին։ Այդ դեպքում դուք ստանում եք ինչ-որ վստահության մի պաշար ժողովրդի կողմից այդ ուժի նկատմամբ, բայց այդտեղ երկրորդ պայմանն է գալիս։ Դուք չեք կարող արհեստականորեն մարդկանց կպցնել մի բանի մեջ, մի հավաքածուի մեջ, դա չի կարող լինի։ Դա պիտի հենվի ինչ-որ մոտեցումների ընդհանրության վրա,
Ինչ-որ հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ պետք է ունենան։ Որովհետև այլապես, ասենք, արհեստական կլինի, հետո կփլվի։ Այսպես ասած, այդ լիդերները իրար հետ չկարողանան լեզու գտնեն, իրենք չեն կարողանա ինչ-որ բան հեռանկար առաջարկեն ժողովրդին եւ առաջնորդեն ժողովրդին։ Հետևաբար պետք է լինի ինչ-որ մի հատ պլատֆորմ, կարևոր համաձայնության կարևորագույն ինչ-որ մինիմում կետերի, որոնց շուրջ պետք է այդ մարդիկ միացվեն, միանան։ Հիմա ես կարող եմ տարբեր առաջարկներ անել ու ես անգամ ունեմ գրած իմ մոտ այդ կետերը, որոնք ես համարում եմ, որ կարող են միավորել այդ ուժերին, բայց հիմա չեմ ուզում դրա մասին խոսեմ, այդ չի կարևոր։ Կարևոր է, բայց կարևոր այն է, որ դուք ունենաս առաջորդների հավաքածու վստահելի տարբեր սեգմենտների կողմից ընդհանուր պլատֆորմ, որոշ հեռանկարների շուրջ մեր պետության կառավարման եւ ճանապարհային քարտեզ։ 3 բան պետք է ապահովես։ Ճանապարհային քարտեզ նաեւ ոնց ենք բանանում, ասենք մենք ժողովրդի առաջ պետք է դնենք մեր ծրագիրը։ Պետք է ասենք ախպեր ջան, այս քայլերը անում ենք, այս քայլերը անում ենք ու այս մեխանիզմներով այսօրը կամ այս ամիսներին մենք հասնում ենք ժողովրդի հաղթանակին եւ ձևավորում ենք նոր կառավարություն Հայաստանում։ Այս բանը պետք է արվի։ Այս 3 էլեմենտները պետք է ներկայացվեն ժողովրդին։ Եվ եթե այդ աշխատանքը մենք կարողանանք ինչ որ ավարտի հասնենք, ռացիոնալ ավարտի, ես վստահ եմ, որ դա կհաջողի, ինչու, որովհետև սոցիալական ահավոր պահանջարկ կա։ Ահավոր։ Իսկ աշխարհաքաղաքական կենտրոնի աջակցություն, որովհետև ՔՊ-ն դա մեծ ծրագիր էր, որը հովանավորվում էր լիբերալ ուժերի կողմից։ Նաեւ չենք էլի, որ ասենք պետք չի այստեղ արտաքին աջակցությունը։ Այս հարցում ես ունեմ կներեք ավանդական, անկախական հայոց համազգային շարժման մոտեցումը, որն է, որ մենք պետք է ձևավորենք մեր սեփական հայաստանյան օրակարգը առանց սպասելու որևէ աշխարհի կենտրոնի աջակցությանը։ Պարոն Զուրաբյան, դուք հավատում եք, որ դա հնարավոր է։ Այո։ Ես ոչ միայն նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն է Միացյալ Նահանգների աջակցությամբ իր դեմ տեղի ունեցող աշխարհի կենտրոնները տես խասած ունեն նույն նուլանտներով բանով աշխատում էին այդ ուղղությամբ պատրաստելով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Ոչ մի process հենց այնպես չի լինում առանց արտաքին միջամտության։ Բա 88-ի process-ը ինչ էր։ Էլի process-ն է, արտաքին ուժերը դերակատարում չունեին։ Բացարձակապես զրոյական։ Այդ հազվագյուտ պահերից մեկն էր, երբ որ Հայաստանում հայ ժողովուրդը ձևավորեց իր բուն, իր հոգուց, իր մտքից բխող սեփական օրակարգը ու դրա համար մենք հաջողակ ենք 2008 թվին էլ էր նույն բանը, էլի են եղել տենց բաներ։ Հիմա նայեք, խնդիրը ստեղ հետևյալն է։ Իհարկե, եթե դու ունես ինչ որ մի աշխարհաքաղաքական կենտրոնի աջակցությունը, դա հեշտացնում է քո աշխատանքը, բայց դա նաև գերի է դարձնում քեզ այդ աշխարհաքաղաքական կենտրոնի օրակարգին, նպատակներին, շահերին։ Մենք այո, այստեղ պետք է ընտրենք դժվար ճանապարհը, որովհետև եթե դու աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի աջակցությամբ ես գալու իշխանության, դու այն գլխից քեզ սահմանափակելու ես այդ աշխարհաքաղաքական կենտրոնի նպատակների սպասարկման շրջանակների մեջ, եւ դա նաեւ նշանակում է, որ դու էֆեկտիվ էլ չես լինի։ Իսկ եթե քեզ հաջողվի, բայց դա նշանակում է նաեւ, որ ձեր դեմ արդեն կաշխատեն։ Գիտեք, ես չեմ համարում այդպես։ Ես համարում եմ, որ ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն, երբ որ տեսնում եմ, որ առաջացել է մի ուժ, որը վայելում է ժողովրդի աջակցությունը, եւ թշնամական տրամադրված չի այդ աշխարհաքաղաքական կենտրոնի նկատմամբ, իսկ այն ինչ որ մենք առաջարկելու ենք, դա լինելու է հենց նման բան։ Մենք թշնամական տրամադրված չենք լինելու ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի նկատմամբ, բացարձակապես։ Այդ դա պիտի դառնա իդեպ միավորման սկզբունքներից մեկը, որ ճամբարային չպիտի լինի մեր մտածողությունը։
Բնականաբար առաջին этаպում ոչ ոք մեզ չի օգնելու այդ հարցում, բայց երբ որ դու արդեն ձևավորում ես ու բոլորը տեսնում են, որ դու ստացել ես հասարակության նշանակալից մասի վստահությունը եւ աջակցությունը, այդ պայից սկսած աշխարհական կենտրոնները իրենք են գալու քո մոտ։ Որտեւ իրենք դա երբ է լինելու։ Քաղաքական աշխատանքը ամենաանշնորհակալ աշխատանքներից մեկն է։ Հա, բայց երկիրը բարի է գնում, ժամանակ ճիշտ եք։ Հա, էլ ժամանակ այդտեղ չկան, ոլորտ չկա, ասպարեզ չկա, որ չփչացնեն ու չխայտարակեն։ Այո, ես ձեր հետ համաձայն եմ, այս ժամանակը մեր դեմ է աշխատում։ Այդ պոտենցիալ քաղաքական ուժերը, որոնք պետք է միավորվեն այդ բանի մեջ, պետք է ունենան այդ արտակարգ վիճակի զգացումը։ Չունեն։ Ես մեկ-մեկ մտածում որ դեռ բավարար չի։ Մենք ունենք։ Բայց ես ում հետ եք խոսում որ չունեն։ Դե հիմա ես չեմ ուզում Հիմա դուք ոնց եք պատկերացնում, որ հիմա կառուցենք համագործակցության պլաններ եւ հիմա հրապարակայնորեն սկսեմ մեղադրել այն մարդկանց, ում հետ այդ համագործակցությունը ուզում ենք կառուցել։ Դա սխալ բան է, դա միանգամից կխախտի։ Պարոն Զուրաբյան, անցյալ տարվանից մենք խոսել ենք դրա մասին նույնիսկ։ Դրա համար եմ ասում, բայց ժամանակը մեր դեմ է աշխատում։ Հիմա պիտի կողմնորոշվեն, այն որ կողմնորոշվեք կամ այլևս, այսինքն երկար մտածելս ո՞րն է։ Ինքնուրույն չեն մտածում։ Այդ նույն բանը հա, մեր հանդիպումների ժամանակ համարյա նույն կանչեք ես ասեմ, մի օր կանչեք պարոն Զուրաբյան, բոլորին վստահ եմ գիտեմ, իրենց անցյալով ու ներկայով, գամ ասեմ։ Հա, եթե դուք պատրաստ եք օգնել մեզ այդ հարցում։ Ինչա պետք անեմ, անեմ Ժորժ ջան, անենք, ինչա պետք անել։ Կանենք, ուզում ենք սուրճ բերենք, չգիտեմ ինչ անենք, մենակ արագանա process, այսինքն նկատի ունեմ հիմա մոր ենք անում, բայց իսկապես ժամանակը մեր դեմ է աշխատում։ Ես լիովին համաձայն եմ։ Կարելի ասել այն հազվագյուտ պահերից է, երբ որ ամբողջությամբ համաձայն ենք մենք։ Այո, համաձայն եմ։ Այդ պետք է անել։ Դա արդեն իսկապես արտակարգ մի հատ իրավիճակ է, այդ շտապելու այդ բանը պետք է արդեն այդ իմպուլսը պետք է լինի մեզ բոլորիս մեջ, որովհետև իսկապես աշխարհական զարգացումները մեզ չեն սպասելու, այն վիճակը, որում հայտնվել է մեր պետությունը, չի սպասելու մեզ, որովհետև եկեք մի հատ էլ բան ասեմ այս կապակցությամբ։ Այս ֆուտբոլում ենք մենակ պարտվում, կամ մենակ ֆեդերացիան է ֆուտբոլի ֆեդերացիան է, որ իր աշխատանքը վատ է կատարում։ Այս նույն վիճակը բոլոր պետական դրամարում բոլոր։ Դրա համար եմ ասում, մտեք որևէ թաղապետարան, մտեք կադաստրի կոմիտե, մտեք փոստատուն, ասում եմ այն բուժ հաստատություններ, հայտարարությունը, մանկապարտեզներ, ուր ուզում եք մտեք։ Ամենուրեք։ Ամբողջ ժողովուրդը այս վիճակում է, մեղք է այս ժողովուրդը։ Եվ արդեն, եթե ինչ որ բան չի լինում, թիրախում քաղաքական էլիտաներն են։ Հիմա դանդաղ են մտածում, երկար են մտածում, ինքնուրույն են մտածում, թե չգիտեմ ոչ ինքնուրույն, կամ սպասում են, ասենք, երկնքից ինչ որ բան ընկնի։ Արդեն ժողովրդին չես կարող մեղադրել, ժողովրդին առաջնորդել է պետք։ Ժողովրդին չես կարող մեղադրել։ Ինքնը չի գնում, ժողովուրդը սերենադ երգում կամ պրոտեստ անում։ Ավելին ձեզ ասեմ, ժողովրդի 70%-ը, հետո կարող է կատաղի սրբի բոլորին։ Ժողովրդի 70%-ը սպասում է, որ նման ուժ ձևավորվի։ 70%-ը։ Այսօրվա ոչ խաղացողներին մեր հասարակության մեծամասնությունը այս կարգավիճակով որ կան, հա, ինչի վստահում։ Ժողովրդի մեծամասնությունը այսօր սպասում է այն նման ուժի հայտնվելուն։ Եվ ես մի բան եմ ուզում ասեմ այս կապակցությամբ, որը շատ կարևոր եմ համարում։ Մի հատ միֆ են մտցրել մեր հասարակության մեջ, որ բանա լիդեր է պետք, առաջնորդ է պետք, առանց առաջնորդի ոչ մի բան չի լինում։ Մի հոգի, մի հատ առաջնորդ, որին բոլորը տենց բան կանեն, կհետևեն, բան եւ այլն, ու ինքը կապահովի այդ միասնականությունը։ Դա միֆ է։ Նման բան աշխատում է, ասենք, երբ որ լիդերներ են ուզում ավելի ճիշտ, այսինքն առաջնորդություն է պետք։ Չէ, մի առաջնորդի մասն է խոսքը, որ եկեք մի առաջնորդ լինի։ Դե հիմա եթե Ղարաբաղյան շարժումով նայենք, հետագայում, չէ, առանձնացավ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսինքն առաջնորդություն էր, բոլորը անհատականություններ էին, բայց առաջնորդությունը հնդածած ստանձնեց նա։ Այդ մոդելն էլ պետք է դնել այս ամեն ինչի բանում, հիմքում, որովհետև առաջնորդները պատրաստի կամ լինում են, հա կարա լինի, ասենք, բանը, ասենք, երբ որ 10 տարվա
բացակայությունից, քաղաքական կյանքից բացակայությունից հետո, ասենք, առաջին նախագահը մտնում է քաղաքականության մեջ, ոնց որ ակնհայտ է, որ ասենք կարելի է իր շուրջ միավորվել, ոնց որ եղավ 2008 թվականին, հա։ Այդ դեպքերը լինում են։ Հիմա անգամ կարելի է ասել, որ բանը Ռոբերտ Քոչարյանն էլ երկրորդ նախագահն էր, մտավ, ասենք, 21-ին նույն բանը փորձեց իրականացնել, նույն բանը նկատի ունեմ էլի մեկի շուրջ ինչ որ միավորելով, բան եւ բան։ Բայց այդ փամփուշտները այլևս սպառված են։ Այսինքն նման փամփուշտ, որ մի հատ մեծ ֆիգուր դուրս է գալիս քաղաքական թաթերաբեմ եւ նրա շուրջ միավորվում են, այդպեսի փամփուշտներ չեն մնացել։ Հիմա շատ կարևոր է դրա համար այդ 88 թվականի շարժման մոդելի կիրառումը։ Այսինքն պետք է լինի այդ միֆին էլ պետք չի հավատալ, որ ինչ որ մեկը գալու է ասես մի առաջնորդ, որը բոլորին դուր է գալիս եւ այլն, այդպես բան չի լինելու։ Այդպեսի բան չի լինելու։ Չկա այդպեսի մեկը, որ կարողանա դա անի։ Դրա լուծումը հետեւյալն է։ Սկզբից ստեղծվում է կոլեկտիվ մարմին, ոնց որ դա եղել էր 88-ի կոմիտեն։ Նա կոլեկտիվ մարմին է լինում։ Այդ կոլեկտիվ մարմինը ստեղծում է շարժումը այն պլատֆորմի շուրջ, որի մասին խոսում ենք, եւ այդ ճանապարհային քարտեզի շուրջ, որի մասին խոսում ենք, այդ դրանից հետո կյանքը ինքը կորոշի, որովհետեւ այդ մարդիկ իրար հետ շփվելու են, չէ՞։ Այդ մարդիկ շփվելու են, որոշումներ են ընդունելու, այդ կոմիտեն աշխատելու է, այդ ընթացքում եւ ժողովրդի համար, եւ հասարակության համար, եւ այդ կոմիտեի անդամների համար պարզ կլինի ով պոտենցիալ ունի եւ կյանքը ինքը կբերի, կստեղծի այդ առաջնորդներին։ Ուրիշ ձև քաղաքական առաջնորդության չի ձևավորվում, երբ որ ակնհայտ առաջնորդ չկա, ուրիշ ձև չկա այդ խնդիրը լուծելու։ Հետևաբար սա ինձ թվում է բնական մոդել է, որը պետք է իրագործել։ Պետք է թակարդը չընկնել։ Շնորհակալ եմ, պարոն Զուրաբյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հեռուստադիտող, մենք պատրաստ ենք, չէ՞, օգնել։ Մենակ թե ինչ-որ պրոցեսներ արագանան ու կարողանան կանխել այս աղետը։ Իմ հյուրն էր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, կհանդիպենք, հաջողություն ձեզ։